Բանա, այսօր մոտ Սուսանաներ, որին ես պետք է պատմեմ, ուրեմն սա ինչ էր սկսել, շատ վատ թեմայից էր սկսել, որ մենք անում էինք հələ Դաչայում պոդքասթները, ու մեկ էլ խոսակցություն գնաց, որ մենք ինչ-որ շատ քիչ աղջիկ ենք կանչում, ու Ethno-Colors-ի աղջիկան կանչենք, Սուսանային կանչենք, ես ժամանակ ոչ մի բան չգիտեի, այդ սա Սուսանային պատմել եմ, էլի դրա վրա մոտեցանից պատմում, ես չգիտեի, ու ես մտածում եմ, բլին, սա խոսակցությունը ներվերից ազդում է, բան տիպը ինչ սեռական բանով կանչենք, եթե ինչ-որ մեկը դզում է կանչում ենք, սերը ինչ կապ ունի, ու բաներ, ու ես դե բան, չգիտեմ, չեմ ճանաչում բանս, կոմենկոմ, սենց վիճակ եմ մոտս։ Հա, Աշոտը, ու հետո տես տիպը վերջերս շարակնոցը պոդքասթը ընկնում է աչքովս, նայում եմ, սկսում եմ վրա նայել, ու մտածում եմ, էս ովքեր են հաղորդավարները, ու տես հասկանում եմ, որ այդ նույն մարդու մասին է խոսքը, դվերին գրում եմ, էս իմ ճակատագրական սխալներ, որ ես հրաժարվեցի իրան կանչենք, ասում եմ, հա դες բան, տես կանչեցինք, Սուսանային գրեցի, ասում եմ, հա դվերը վիտարիա ասում է, երբեք մի օր կանչենք, ու այսօր վերջապես կանչեցինք, ու էս էլի մեր լավագույն թողարկումներից էր իմ կարծիքով, այն որ սենց խոսում էինք, ու ես բրամ արդեն որ ժամանակը վերջանում էր, զգում եմ էլի, որ բլին արա ինչքան կարելի էր սենց խոսալ, շատ հավես էր։ Հա, շատ լավ անցավ, ու թեմաներն էլ շատ հետաքրքիր էր։ Հա, դե որ պայն ասես բան, ես պետք է ամալեի հարցազրույցներ, որ ես ուզեի, բայդակ ես էի հուզվել, ունես բաներ պատում ես, ինչ կայֆ է։ Շատ լավ թեմա է, ու ինքն էլ այն ինչքան է ինքը տեղյակ, ինչքան է ինքը գիտակից, ինչքան բան է ինքը ուսումնասիրել այսքան ժամանակ, այդ շատ կայֆ է։ Ապա ես բանը, մի օր եթե ամալյան, չգիտեմ այդ օրը կգա թե չէ, եթե գա այդ օրը ու կանչի ինձ իր մոտ հարցազրույցի, չեմ լացելու, ապա։ Ինադու չեմ լացելու։ Հա։ Վաշե հաճախ ես լացում նվեր։ Շատ։ Հա։ Այսօր լացել ես։ Հենց հիմա լացում եմ։ Ես եմ շատ սիրում լացեմ, բայց գրաֆիկս դուլ չի տալի դրա համար։ Ես մանով եմ լացում, ապա ես տոմս եմ առնում, նոր լացում։ Հա, ես կալենդարի մեջ նշում եմ լացելու օր։ Ամիսը մեկ հստակ ունեմ։ Րոպեներ։ Հա, լացեք, բան։ Լացեք, բաժանորդագրվեք։ Ախորպես նվեր Telegram-յան ալիքում։ Ես բաժանորդագրվեք նվերի ալիքին շատ առիթներ կունենաք լացելու։ Ես հաճախակի լացում եմ ախորպես նվեր Telegram-յան ալիքում։ Ոչ մեր Patreon-ում։ Մեր Patreon-ին բաժանորդագրվեք, համա անեցիք արդեն։ Լացեք մեր Patreon-ին։ Սպորտ արեք, սրանից մեր համար կարևոր է, որ եթե դուք մեր սպադիաժկա եք անում, եթե դες դզում այն ինչ որ մեկ անում ենք, կարաք մեզ մի քիչ օգնեք, շատ մեծ փող չի, կպեք մեր գործերը լավանան։ Կպեք մեր գործերին։ Հա, բայց եթե չեք կարա Patreon-ին բաժանորդագրվեք, այս նորմանավանդ այս թողարկումը ուղարկեք ում որ կարա հետաքրքիր լինի, նույն շարակնոցը share արեք, թող լավ պոդքասթները ջրի երես դուրս գան, էլի, որտեվ այնքան հիզիբիլ կա, որ պրոստա արվում է, այնքան փողա մեջ է դրվում, սկսում է ֆռալ, ոչ մեկ չի սիրում, բայց սա նայում են, չգիտես խի, ու բացի պոդքասթներից էլ բացի, էլի լիքը կոնտենտ է ջրի երեսերում, որը պետք չի ելնի, իսկ լավ կոնտենտը սկում է ու տենց մնում է ու կարևորը դուք հասկանում եք որ ստենանց ես միշտ 10,000-ով մարդիկ չեն նայի հավանաբար, բայց այդ մարդիկ որ կնայեն, ձեր ամեն մեկի ուշադրությունը դեպի նույն շարակնոցը շատ կարևոր է լինելու, որտեվ իրանք դրանից ողջավորվում են, իրանք խոսքի չի 300 դիտում կարող ունեն, բայց այն որ իրանք միջև վերջ նայում են մարդկանց դուր գալի, իրանք օգնում է, իրանք շարունակեն ու իրանք գնալով լավանալու են, ոնց որ մենք լավացանք, երևի մենք գնացեք գրեք շարակնոցի կոմենտներում, հա, եկեք որ ախորպեսից եկեք, դա կայֆ կլինի, հա։ Թող ուրախանանք։ Հա, մենք էլ կուրախանանք որ ընդդեմ կոմենտ տնանք, տենց բաներ, օգտվեք ticket սիստեմից, եթե դուք live միջոցառումներին եք գնում, որովհետև այդ շատ կարևոր է live միջոցառումների գնալ ու շատ կայֆ է, եթե դուք live միջոցառումներին գնալով օգտվեք ticket սիստեմից։ Իսկ եթե դուք live միջոցառում կազմակերպում, էլի օգտվեք։ Ձեզ տարբերություն կա, դուք ոնց եք տոմս առնում, գնում եք 10 ժամ հերթ եք կանգնում, թե հարմար էփով վերցնում եք։ Ինչ տարբերություն։ Այնա եթե տարբերություն չկա, մեզ էլ լավություն արեք ticket սիստեմից օգտվեք։ Բայց ճիշտ եմ, չի ասում, եթե դուք ոչ միայն ուզում եք գնաք, այլ նաև դուք եք արտիստը ուզում եք կազմակերպեք live միջոցառում, էլի ticket սիստեմը համագործակցում է, չէ՞։ Դե իրանք հա, համագործակցում են։ Կարող դաժե լինում է ֆինանսավորում են ինչ որ բաներ, կարող է։ Տեսեք կապնվեք մարդկանց հետ, առնվազն մենք այդ մարդկանց հետ խոսացել ենք, իրենք շատ հաճելի մարդիկ են, շատ էլի նվիրված իրանց գործին։ Հա։ Սփինի նման, լրիվ երկրորդ սփինն է։ Դե սփինում էլ արդեն բացվեց։ Սփինն էլ դրսի պավիլյոնը, արդեն դրսի մեր լրվելու տեղը սպանեցին ինձ քշելով ընդից որտեղ ինչ որ բան են նկարում սյոմկա բանի հա ես գիտեմ ինձ ամենակում քշում են ընդից երբ որ դա սյոմկա է ստեսել Դավիթ ես ստացած բան գոզდა ինչ որ բան եմ անում շոու եմ գծում որ շուտով կարող է անոնս անենք ու ինձ ընդից քշում են լավ սուս արի
Դասի բանա, դու ես որ նայում եի առաջի выпуска բան շարակնոցի, դու ընդ որ ասում ես հիմա այս ոնց որ քո համար պատճառը դու լիքը բան ուսումնասիրես թանգարանների հետ, հիմա դու շարունակում ես այդ գործով ինչ վերջի տենց հետաքրքիր ուսումնասիրություններից կա։ Ճիշտ ասած, challenge-ը իմ համար սկսեմ տեղից, որ դեկտեմբերից միտքը արդեն կար, հունվարից իրագործեցինք։ Challenge-ը նրանով, որ ես մի քանի տարի ուղղակի զբաղվել էի մենակ բենդում երգելով ու իհարկե ուսումնասիրությունները միշտ եղել են երգերի հետ կապված, բայց challenge-ը որ պետքա ուսումնասիրեմ շատ ավելի խորքային թեմաներ, կամ նենց ինֆոների տիրապետեմ, որ ես ուղղակի 2 տարի չեմ արել ու լճացման մեջ էի, մենակ երգում էի, աշխատում էի ու դրանով ավարտում էինք, բայց այս մի քանի ամսում բավականին հետաքրքիր չեմ կարող հիմա առանձնացնեմ թե որ մեկը երևի հենց այս վերջինը, որի մասին նաև ռիլ ունեինք Instagram-ում, Բարտոկի հետ կապված Կոմիտասի ինֆոնի մոչեր, Կոմիտասի выпускը որ չեմ նայել։ Համար իմ համար սա նոր է, լավ։ Ինֆոն հյուրիններ, Տաթևիկիններ Շախկուլյան, բայց այնքան ինքը ինֆո մեզ տվեց, որ ես այդ օրը դուրս էի եկել ու մտածում էի վաու, պրոստը չգիտեմ, այնքան բաներ կա, որ մենք ուղղակի չգիտենք հենց մեկը Կոմիտասի հետ կապված, որ օրինակ մեզ տվել են շատ բուջուրիկ ինֆո խելագարության թեմա, որը իրականում այդքան համապատասխան չի։ Ես լսել եմ, հա, որ իրականում տենց չի։ Որ մենակ հայկական երգեր գրել, ուսումնասիրելու, պեղել, բայց այնինչ ուսումնասիրելը տարբեր ազգերի երաժշտություն ու մշակումներ արել։ Հա, չէ, այդ ես լսել եմ ու ես լսել եմ նույնիսկ որ բանա Թուրքիայից չէ վիճարկվում է Կոմիտասի հայ լինելը, տենց խոսակցություններ կան։ Նախորդ երկու թողարկում առաջ Մելքոյանի հետ որ Ռուբեն Մելքոյանի հետ խոսելուց։ Այդ շատ լավ выпуск էր, հա, շատ խորտալի բոլորին նայել։ Ձեր ոդկասթներ մի հատ կին էր ոնց որ հյուրը, որ խոսում եկել է Կոմիտասի մասին, որ ինքը Թուրքիայում էլ ահագին տենց բան արել էլի պաշար կա երգերի ոձի, հա, մենք ենք եղել, հա, որ անհասկանալի է այդ թուրքերեն, այդ երգերը թե հայերեն էլի եղել։ Հենց այս վերջի թողարկումն էր։ Վերջինն է, հա, վերջինն էր, հենց իր մասին է ասում, որ այդ հունգարացի երաժիշտը որ կանչել են որ գա, ներկայացրել են երգ, ասել են սա մեր ազգայինն է, որովհետև մինչև դա փորձել են, մտածել են որ Կոմիտասը դեռևս իր հոգեվիճակը կկարգավորի ու կվերադառնա Անատոլիա, նորից կզբաղվի իրենց կոնսերվատորիայի ստեղծումով, բայց չի վերադառնում ու իրանք արդեն հունգարացի կոմպոզիտորին են կանչում ու երբ որ կանչում են, ներկայացնում են այդ փաստերը, որ այդ Երկի մի քանի 100 երկ, հա ներկայացնում են, ասում են, որ սա մեր ազգայինն է, ու ասում են, դե թարգմանեք, ասեք ինչ երկ է, ես չեմ հասկանում տիպը թուրքերեն, դուք ասեք ինչ է, ասում են մենք էլ չենք հասկանում, կանչում են քրդերի, պարսիկների, հույների, տարբեր ազգերի, բայց հայերի չեն կանչում, բայց այն որ ասում են թողում ենք ձեր հայացողությանը ինչ լեզվով է։ Ճիշտ է, այդ ապացուցված ինֆո չի, բայց Չէ, ապացուցված է։ Չէ, նույն նկատում եմ որ հայերեն է, որովհետև Տաթևիկը Շախկուլյան նշեց, որ Բարտոկի հենց գրվածքներում է պահպանված, այսինքն ուղղակի հենց նենց պատմություն չի, որը ինչ որ բերինց բերանց եկել է, հա։ Հավանականությամբ հայերեն է եղել էլի։ Հա։ Շատ հետաքրքիր։ Վանա, գիտես ինչ նա հետաքրքիր քեզ կլինի, դու որտեվ չես նայել երևի հին թողարկումների շարակնոցի։ Ընդ Լևոնը մյուս հարթավարը ասում է, որ իր ամենասիրած արձանը Կոմիտասի արձանն է, որ ինքը շատ է սիրում լեգնասի, նվերն էլ է, ինքը շատ է գնում նստում։ Լևոն ջան։ Որ ժամերին ես։ Ո՞նց է քեզ չան տեսա չէ։ Ես հիմնականում տենց ժամը 2-ից գիշերվա ընդեղ։ Բայց ես վատ քնած գալիս եմ ոդկասթի։ Ոնց որ ես Կոմիտասի մասին շատ քիչ գիտեմ, вообще բանա, ոնց որ ինքը տենց իմ հերոսներից չի են առումով, որ չեմ ուսումնասիրել, որովհետև ասելով չի էլի, դե մեր Կոմիտասը պետք է նստես այդ նամակները իրա կարդաս, հասկանաս թե ինչով է զբաղվել այդ մարդը, ինչ կյանք է անցել, բան, որ ես երբեք չեմ ուսումնասիրել, ես գիտեմ որ պետք է մի բան նստեմ, ուղղակի սկսեմ դրանով զբաղվել ու ինչքան ես կողքից լսում եմ, հասկանում եմ, օրես ինչքան բան կա, ինչքան բան ես ես չգիտեմ ընդհանրապես այդ մարդու մասին, դեռ բան էլի, տիպը տենց ինքը այն անուններից է, որ իր անունից դուրս է եկել։ Մարդիկ Կոմիտաս են ասում, չիմանալով ոչ մի բան Կոմիտասի մասին։ Ու այդ համ լավ է, համ վատ։ Լավ այն առումով, որ այդ մեծության մարդ է, որ ինքը ոնց որ տենց
շատ օրինակներ կան էլի, որ անունը արդեն շատ է տարածված, խոսքի, չգիտեմ, Էյնշտեյն, անունը շատ տարածված, մարդիկ չգիտեն ինչ է Էյնշտեյնը, բայց Էյնշտեյն որպես շատ խելացի մարդ, կոմիտացել որպես երաժշտության տենց սիմվոլ ինքը կա։ Բայց նաև մենք չգիտենք իր մասին, էլի։ Ես այս վերջում խազագրությունն էի ուսումնասիրում։ Այդ շատ հետաքրքիր է թեմայով։ Գիտեք, ինչքան երևի մի քանի օր ուսումնասիրել եմ, բայց ես այնքան պուճուր ինֆո ունեմ, շատ որ խորանաս մտնելու ես, որտեղ ինքը շատ տենց մեծ թունել է ու գնալով բացվելու։ Ես անդադ դες չի մասը մտածում, որ օրինակ հնդկական նոտագրությունը ինքը միկրոտոնալ է, ու դրա համար հնդկական երաժշտությունը շատ հստակ տարբերվում է ռեգիոնի նույնիսկ երաժշտությունից իմացող մարդու համար, դե պարզ է, ամեն մեկ էլ պարսկականն էլա տարբերվում, արաբականն էլա տարբերվում, եթե դու գիտակից դու հասկանում ես իրենց տարբերությունը։ Լադերը բաներ տարբերվում։ Հա, լադերը տարբեր են։ Հիմա ին համար նենց հետաքրքիր է, իսկ ինչ կարար տենց ալտերնատիվ պատմություն լիներ, որտեղ մենք չենք կորցրել խազագրությունը, չենք անցել եվրոպական մոտագրության, ու դրա համար մեր յուրահատկությունը երաժշտության պահպանվել է, որովհետև քո այն ոնց ես դու գրանցում երաժշտությունը, ինքը անշուշտ փոխում է քո մտածելակերպը երաժշտության մեջ, որովհետև ես արդեն սովորել եմ եվրոպական նոտագրությամբ, ես գրանցել եմ երաժշտական դպրոց, դե ժամանակին խումբ ունեինք, բաս էի նվագում, ու իմ ամբողջ մտածելակերպը ինքը այդ դորեմի մեջ է, բայց ինքը նաև սահմանափակում է քեզ, ինքը շատ լավ նոտագրություն է, բայց ինքը նաև սահմանափակում է։ Իսկ խազագրությունը եւ մաթեմատիկա է, եւ քերականություն է, եւ կետադրություն է, շեշտադրություն է եւ նոտագրություն է, այսինքն իհարկե եվրոպականն էլ ինքը ամբողջությամբ մաթեմատիկա, այսինքն այդ հաշվարկները բայց մերը ինչով է տարբերվում, որ թե այնտեղ հստակ կա այսինչ քառորդ, այսինչ բան սենց, մերը հստակ այերի ուղղվածություն կա, այի արտասանություն, ի արտասանություն, ինչ որ հետաքրքիր խազագրության մեջ ինֆոներ կան, որոնք որ Հա, ճիշտ է, հələ միջև վերջ բացված չի, միջև վերջ որն է, չեմ ասի գրափարեն, որովհետև գրափարը ինչ որտեղ դեռևս պահպանվում է ու պահպանվելուց բացի նաև կան կարդացողներ, բայց խազագրությունը ուսումնասիրողներ կան, հստակ գիտեմ, որ կան, այս վերջերս նույնիսկ իմացա կարծեմ, եթե չեմ սխալվում, բայց հնարավոր է սխալվեմ, Արա Գևորգյանն էլ ինքն էլ ուսումնասիրում է, հետո խազագիտության մեջ հիմա ուսումնասիրող ունենք կոմիտասագետ Արտուրը Շահնազարյան, որը նաև ակունք խմբի երաժշտական ղեկավարն է, ու էլի Բանն է, էլի, խազերը շատ են ուսումնասիրում, շատ։ Չէ, դե բարձ է, պրոստը հիմա կարա շատ լավ առաջընթաց լինի այս AI գործիքներով, որովհետև ինքը տենց անալիզն է կարում անի, որ մարդը կարող է չկարանա, ուղղակի տենց մեկը պետքա հստակ դրանով զբաղվի։ Ասեմ ինչի, որովհետև խազագրություն ուսումնասիրելու համար պետքա տիրապետես մի լեզվի չէ։ Մի քանի լեզուների, դե AI-ը այդ կարա շատ հեշտ անի, մաթեմատիկա, ֆիզիկա ու հենց դա որ մարդու համար այդ դժվար տենց համադրությունն է գիտությունների, բայց AI քանի որ ունի այդ ինֆորմացիան, չեմ ասում որ ինքը ինչ որ շատ ճիշտ ուսումնասիրում, բայց AI միջոցով շատ հետաքրքիր բաներ են վերականգնում, որոնք հնարավոր չէր, ինքը շատ հետաքրքիր ձևով դեկոդավորում է ինչ որ հիերոգլիֆներ կամ ինչ որ փորագրություններ, որոնք առաջ հնարավոր չէր, ինքը շատ քիչ քանակից կարա շատ մեծ ինֆո անի, նույնիսկ տենց բան կար, որ Պոմպեյի ժայթքումից հետո այդ բան ընդ մնացած թուղթ են գտել, որը լրիվ այրված էր, բայց քանի որ ինքը մագմայի մեջ էր մնացել, ինքը քարացել էր, պահպանվել էր, ու AI-ը կարողացել է այդ գիրը վերականգնի այնտեղից, ինչ ոչ մի մարդ չէր կարող այդ անել։ Բայց չթարգմանեց մեր քիսմեթը, սխալ թարգմանեց։ Լուրջ, հա։ Ուրիշ բաներ տարածում էին ու գժվում էի, որ տարածում էին, որտեվ մենք դեռևս աշխատում էինք, երգել էինք ման, բայց քանի որ լուսահոգի Սերգեյ Վարդանյանը մահացավ այդ շրջանում ու կոպիտ ասած համշենագետներ շատ քիչ կան, ովքեր որ չեն զբաղվում հիմնականում ու կիսատ մնաց Համշենահայրն է, խազակ։ Հետո Վազգենի հետ միասին թարգմանեցինք, հիմնականում Վազգենը, որովհետև ինքը նաև տիրապետում է քչից շատից, թարգմանեցինք ու համեմատում էի այդ AI թարգմանածների հետ, որովհետև ամեն մեկը իրան իրավունք էր վերապահում, բառերը տար AI-ին, ասեր թարգմանի ու հետո գրեր YouTube-ում մի քանի հատ լայքա հավաքում, YouTube-ում կոմենտը գալիս է ինքնըստինքյան առաջ ու անդադ Chase-ը տակը գրում էի սխալ է, որովհետև ժողովուրդ
չգիտեմ, եթե AI-ն է, հաստատ համշենում նենց բառեր կան, որոնք որ Չէ, դե իմ ասածը ոչ թե խոսքի chat GPT-ին 15 թարգմանի, իմ ասածը այն է, որ դե այդ նեյրոցանցերը, որ ստեղծվում են բոլորը, իրանք կարան ստեղծվեն կոնկրետ նպատակի համար, կոնկրետ ինֆորմացիայի վրա train արվի, որովհետև դե AI-ի ամենամեծ խնդիրներից մեկը որ մենք չգիտենք ոնց է ինքը աշխատում, ոչ մեկ չգիտի։ Ես մեկ էլ միշտ մտածում եմ կներես, որ AI-ի ստեղծողները գիտեն բաներ, որոնք մենք չգիտենք։ Չէ, իրականում չէ, որովհետև ես գիտես ոնց է, տենց համադրվել է, որ ես շատ վաղուց եմ հետևում այդ ամեն ինչին, առաջ իրանց ուղարկի նեյրոցանցեր էին ասում, կար big data գաղափար, այդ մեթոդը, որը որ դու նեյրոցանցից ինչ որ train անում, ինքը ինչ որ ծրագիր է, որին դու ինֆորմացիա ես տալի, ինքը քեզ ելքի վրա ինչ որ ինֆորմացիա է տալի։ Այդ մեթոդը ինքը բավականին վաղուց է, պրոստը հիմա հասել է ինչ որ տենց մասշտաբների, որ արդեն ինքը բանա շատ լավ ռեզուլտատներ է տալի։ Ու եթե դու ճիշտ ես իրան train արել, որ ինքը կողքից ինֆորմացիա ունենա, որովհետև ինտերնետը լի է սխալ ինֆոյով, մեծ մասը սխալ է ինֆոյ, էլի ճշմարիտ ինֆորմացիան շատ հազվադեպ հանդիպող երևույթ է այս աշխարհում ընդհանրապես, էլի։ Ինքը մի հատ է, բայց իրականում տենց է, իրականում տենց է, ինքը մի հատ է, այն մնացածը քալի է տա ջոգի։ Դրա համար շատ դժվար է։ Դրա համար գիտական նպատակներով ստեղծվող այդ մեքենաները իրանք կոնկրետ ուղղվածություն ունեն։ Դրա համար չես կարա chat GPT-ին տաս, ասես խազերը դեկոդավորի, կդեկոդավորի, բուսա սխալ է լինելու իհարկե, որտեղ հաստատ կդեկոդավորի։ հա, բայց որտեղ չի կարա չի ասի, քեզ ինքը պետք պետք է է բանալի։ գիտեք, չէ՞, հիմա խազերից պահպանված կետադրության մեջ բաներ։ Հա, այդ բանը, շեշտերը բան։ այդ Հայկ Պետրոսյանը այդ որ խոսում ենք, ինքը այդ ասաց, ես չգիտեի դրա մասին, որ այդպես բան կա։ Հա, ճիշտ է, Դեպ կոմիտասն է, ես էլ իդեպ էլի այդ շրջանակներում ուսումնասիրությունների, այդտեղից իմացա, որ մեր շեշտադրությունը, կետադրությունը կոմիտասն է։ Հա, այդ շատ կայֆ է, հա։ Դե իսկական գիտնական ա եղել էլի ինքը իր ժամանակի, դե ժամանակ ոնց որ դու ճիշտ կրթություն կարելի եկեղեցում մենակ ստանայր, որ գիտնական լինեիր համալսարանում։ Ոչ միայն, նա ինքը շփվել է գյուղացու հետ։ Հա։ Իսկ երբեմն գյուղացիները, հողի հետ աշխատողները բախտի բերմամբ թե պատահմամբ իրանք գիտնական չեն, այսինքն իրանք չեն գրում այդ ամբողջը, բայց իրանք գիտեն, էլի։ թեորիան չգիտեն, բայց իրանք պրակտիկայով առաջնորդվող են, օրինակ մեկը հացի արարման process-ը, որ ինքը ամբողջությամբ ծիսակարգ է, գարունը սկսվել է Արեգամսվա Արեգորվանից ու այդ օրվանից սկսել են ցանքը, չգիտեմ, վարելու process-ը ու եկել հասել է հավաքելով հացով, հացից հետո արդեն հարսանիքներ, ինչի ձմեռը տենց ու ամբողջը ծիսակարգորեն գնացել է Արեգակնային համակարգի պես։ Ես բան եմ, փոքր վաղ դրա մասին մտածում եմ, հենց քո ասած թեորիայի ու պրակտիկայի ոնց որ իմաստությունը փոխանցվում սերնդեսերունդ առանց նույնիսկ շատ հասկանալու ինչի մասին է խոսքը, որ օրինակ ես փոքր էի ու ինչ որ խմոր էի խառնում, ինչ որ բան պետք է սարքենք, տատիկս ասում էր խմորը մի կողմ մենակ խառնի, որովհետև խմորը կնեղանա։ Ոնց որ այդ մտածելակերպով իրանք փոխանցում են, բայց իրականում կա պատճառ ինչի, երբ որ դու սխալ կողմ հակառակ կողմ ես վրձում, ընդ բաներ են, կամոճկներ են հայտնվում, էլի, պետք է մի կողմ խառնես։ Բայց այսինքն ինքը բանա չէ, այդ ցիկլն է, պտույտն է, որ եթե խախտվել ֆիզիկայի օրենքներով էլ, այսինքն մեջը գնդիկներ կառաջանան, բայց ուսումնասիրում իմաստությունը փոխանցումը առանց նույնիսկ միջև վերջ հասկանալու process-ը, որտեղ շատ բաներ որ արվել են գինեգործության մեջ, հաց թխելու process-ների մեջ, իրանք բարդ քիմիական process-ներ են, որոնք այն ժամանակվա մարդիկ չէին կարող հասկանալ, բայց պրակտիկայով այնքան են արել, որ ամենալավ ձևն են գտել ու սերնդեսերին փոխանցել են, էլի։ Մարդիկ ասում են չի կարելի, ֆիսա չի կարելի։ Տենց արել են։ Ու բաներ կան, որ երբ որ քեզ ինչ որ մեծ մարդ ասում է չի կարելի, պետք է չի դաժե շատ խորարխի, պրոստը մի արա։ Հա, բայց մի հատ բան ասեմ, ես էս վերջում եկա այն մտքին, որ մեր կյանքը հիմա շատ ավելի պրիմիտիվ է, քան սրանից 1000 տարի առաջ։ Ինչ առումով։ Ոչ գիտականորեն ու ոչ տեխնիկայի առումով, բայց շատ ավելի պրպտող են եղել, շատ ավելի գրագետ ու գիտություններին տիրապետող են եղել, քան հիմա։ Որտեվ հիմա ասում են չի կարելի է, ենթադրենք, բայց առաջ չի կարելին երկար գիտություն է եղել, ինչի չի կարելի։ Գրքեր պետք է կարդաս, իմանաս, ասենք կարող է 100 հատ գիրք կարդաս, քեզ ինչ որ ինֆոներ է պետք, ու տենց ամեն գրքի մեջից մի հատ, ամեն գրքի մեջից մի հատ ինֆո, չէ, այն ժամանակ ինչ գիրք։ Չէ, եղել է, գիր եղել է։ 1000 տարի առաջ։ Չէ, դե հալա 1000 չէ, մի քանի 100 տարի։ Չէ, եղել է։ Չէ, գիր եղել է, բայց ամեն մեկին հասանելի չէր։ Դե բայց քրմերին, աստղագետներին
Հա, գիտնականներին իհարկե, հա։ Դե այն ժամանակ հա գիտությունն էլ ուրիշ տեսք ուներ։ Չգիտեմ, ինչքանով է ճիշտ համեմատել պրիմիտիվ ավելի կամ չէ։ Կաստրագիտություն է, որ բասեյններ են սարքել, հենց մեկը Հայաստանում մենք ունենք տարածքներ, որ տենց չասեմ լճակներ, բայց նստեղ որ ջուր է եղել, որ ջրի միջոցով ուսումնասիրեն աստղերի շարժը, որտեվ դու կարաս ջրի մեջ ոնց որ բաներ դնես, ինչ որ քար դնես կամ փետ տնկես ու աստղի շարժումը հասկանաս, որտեղ մեծամորը դրա օրինակն է։ Չես կարող հասկանալ։ Մեծամորը։ Հա։ Ինչի հենց մեծամոր անունն էլ։ Բանա էլի, ինչ սահմանափակ ռեսուրսներով, ինչ խելացի լուծում է, որ ջրի մեջով, որ դու կարողանաս արինձերներ ունենաս, որ ոսկի պետքա հասկանային, չէ՞, մարդիկ որ աստղերը շարժվում են երկնքի վրա։ Իրանք կարային հասկանային նայելով, բայց չէին կարող հասկանային ինչ արագությամբ են շարժվում։ Բայց սաղ ցիկլերը որ այսինչ աստղը այսենց ցիկլով է շարժվում, արևը սենց ցիկլով է, ցախ կարելի է բարձել այսենց, ճագում ես։ Հա, հետո բացի այդ ժամն էլ տենց իմանում էին, չէ՞, ժամը, որ Դե հա, նույն բանը, գիշերը ոնց է ժամը։ Իմացա այդ շատ բաներ իմ համար տենց համ խնդալու էր մի տեսակ, չգիտեմ, սենց որ ձեռքդ սենց սպանում ես արևից ներքև, սենց լրիվ բացած, այս մատներով կարող ես իմանաս քանի ժամ է։ Մինչև, չէ, մինչև մայրամուտ քանի ժամ է մնացել, բան, հա, տենց։ Դե հին գիտություններ են, որոնք հա, որ սենց բացում ես ձեռդ ապացուցված բաներ են եղել։ Ամեն մատը մի ժամ էր, թե ինչքան էր, տենց կարող ես իմանալ։ Մի հատ բան կա, որ մենք այսօրվա գիտությունը չենք հասկանում միջև վերջ, որտեղ ինքը շատ ոնց որ միշտ էլ տենց ա եղել, ինքը պետքա մի հատ ինչ որ մեկով, ինչ որ մի հատ մարդ պետքա հայտնի, որը իրան շատ կպարզեցնի մարդկանց հասարակ, որտեղ նենց է որ բան էր, ինչ որ քվանտային ֆիզիկայի ուսանողները որ գալիս են սովորելու, իրանց ասում են, գիտեք ինչ է բան, Ֆեյնմանը ասում էր, որ բանա դուք եկել եք սովորելու մի բան, որը ոչ մեկ չի հասկանում, ու այս կուրսի վերջում դուք всё еще չեք հասկանալու ինչի մասն է խոսքը, շատ եզակի մարդիկ կան, որ կարան այդ հասկանան, որովհետև մենք ինտուիտիվ չենք կարող ըմբռնենք այդ ինչա կատարվում խոսքի քվանտային լեվելի վրա ու լիքը դրա համար սպեկուլյացիաներ կան, հիմա շատ խորն է։ Հա, խորության հարց չի մենակ, որ քան երբ որ մարդիկ ինչ-որ բան չեն հասկանում, իր շուրջ սուտը ոնց որ զարգացնելը շատ հեշտ է, տենց ինչ որ կան տենց բաներ, որ կրիստալներ են քեզ ծախում, որոնք քվանտային մեթոդով են աշխատում, որը հիմարություն է, էլի, այդ նույն բանը, բանա, մոգական ինչ-որ բաներ են։ Առաջ մոգ էին ասում, հիմա քվանտային են ասում, որտեղ դե որ մի բանից տեղյակ չես լինում, շատ հեշտ է։ Շատ հեշտ է այդ առումով խաբել, որտեղ ոչ մեկ չի հասկանում ինչի։ Ես կասեմ, ես հավատում եմ աստղաբանությանը։ Նու աստղաբանություն, աստղագիտությանը, հա։ Ես չեմ հավատում։ Չէ, ես հավատում եմ, որտեղ այն նեյրոնները, որոնք անցնում են այդ երեխու ծնվելու պահին, հա իրանք շատ հստակ կարևոր նշանակություն ունեն։ Ինչի՞։ Չեմ կարող բացատրել։ Չէ, դե նայ, ասենք թե ինչ որ աստղերի դիրքը, աստղերի նշանակությունը, օրինակ Նեպտունը ինֆորմացիայի մոլորակն է։ Ինչի։ Ու չեմ կարող բացատրել։ Ես դրա մասնագետը չեմ, բայց կարակ դուք յուր կանչեք օրինակ աստղ։ Ես շատ եմ խոսացել, հարցն է որ բան է, էլի 1000 մի արդեն էքսպերիմենտ ասացել։ Իսկ մի հատ ոդկաստ կար, որ տղաներին կարծեմ քաղաքական հայացքների համար բռնեցին Վազգենենց ոդկասթը։ Հա, իրանց ոդկասթի հյուրը Անեն էր։ Հա, իսկ Այնքան եմ սիրում ես իրան։ Այնքան եմ։ Բայց ոնց անցել որ այդ էպիզոդը։ Դե բաներ էլի, տես ֆրիկով։ Ես էլ եմ իրանց մոտ մի անգամ եղել, ասում եմ բան է, էլի, տես տիպը ժամանակ աբսուրդ հյուրեր եք կաչում, մեկ ես եմ, մեկ այդ գուշակն է։ Չէ, բայց ինքը իրոք գուշակ, ինքը իրոք զբաղվում է այդ ամբողջով, որտեղ այդ մաթեմատիկա։ Չէ, աստղաբանություն, աստղագիտություն, որ ինքը հաշվարկներով կարող ասի, օրինակ դու ծնվել ես այս ինչ ամսվան, քոնը որ տունն է, սկսում է քեզնից մեկով, քոնը օրինակ առաջի տունը որն է, աստղատունը։ Իմը 4-ն է, ես հիշում եմ, մենք բան ենք, 4 թիվը տպավորվել է մեզ։ Այդ երևի թվաբանությամբ։ Հա, երևի։ Կարակ մի քիչ ուսումնասիրեք այս հարցը, լիքը էքսպերիմենտներ են արվել, որոնք բան են արել։ Սա գուշակություն են իրոք մոտ։ Ակտիվ ցուցատվել, որ ոչ մի ձև դու չես կարող։ Ոնց նայ, գիտականորեն դժվար է։ Չէ, գիտության հարցը ինչն է, որ դու ասում ես մաթեմատիկա կա, ինչ որ գիտական բայր կան, գիտության մտածելակերպի։ Այսինքն դու ինձ տակը ինչ ասես գիտեմ։ Չէ, նորմալ է, նայ, չէ, միշտ ինձ են գրում։ Նայ, որ դու այդպես միակ տարօրինակ մարդ ես, որ դրա հավատում ես, լիքը մարդ կա որ հավատում է, ես շտորաբար չեմ մտնում շատ վեճերի մեջ, բայց քանի որ տենց բան է, ես ոնց որ իմ պոզիցիան էլ հստակ ասեմ, որ տենց բան չլինի, էլի, որ ես սուսը մտածեմ տակում, երբ որ ես համաձայն չեմ։ Հարցն է, որ գիտության հիմնական մեթոդներից մեկը կանխագուշակումներ անելը ու հետո հաստատել այդ կանխագուշակումները, ասենք թե Էյնշտեյնը ինչ որ բան է կանխագուշակել, որը 200 տարի հետո իրան կարողացել 100 տարի հետո իրան կարողացել են հստակ ապացուցել, որ տենց էլ եղել է։
աստղաբանությունը դեռ ոչ մի կանխագուշակում չի կարողացել անի։ Հենց անի, ես իմ կարծիքը մի անգամից կփոխեմ, ասես կելեմ, կասեմ կներեք ժողովուրդ ջան, ես իմ անձնական օրինակ։ Ես ցույլ չեմ։ Ես եմ ցույլ ստացի։ Սիլիաց։ Ես ջրհոս եմ ու ամբողջ էությամբ, այո, Լսի, բայց այո, ասում ես ամբողջ էությամբ, այսինքն դու հավատում ես, հա, բայց մի հատ բան պատմեմ, հետաքրքիր պատմություն, ես 25 տարեկանում դեռ գիտեի, մամաս ասել էր, որ հունվարի 29 ծնվածները ման խոսքով այցեղ ջուր են, 25 տարեկանում կերներ ChatGPT-ին մամայից սխալ հանել։ Ոյ։ Հերիք չի տարովագր չէի, այդ մի քիչ մարսել էի, որտեվ ցուլ եմ տարով։ Մի հոտ էլ փոխեցի, որ այդտեղ ջուր չեմ, որտեվ այդ թվի Հա, միշտ տենց ես իմացել։ Հա, այդ թվի, հա, բայց ոչ մի տիպի ես միշտ մտածել եմ, որ ես ախր կապ չունեմ այդ նշանի հետ, որտեվ ոնց որ բաներ են ասում, բաներ ես նայում, լսում, քո հետ կապ չունի։ Ահա։ Ու հետո իմանում եմ, որ այդ թվին, որ ես ծնվել եմ, այդ օրը հունվարի 19-ին է փոխվել ոնց որ ջրհոսի ու ես ջրհոս եմ ու տիպիկ ջրհոս եմ, դուք չեք պատկերացնի ինչ ասում են։ Հա, ես sense էր, բայց ես ինչի՞ էս հիմա իմացես ամբողջը։ Ես բան ունեի, ես ապշագում մի հատ մեր հետ ապրում էր Մոսկվայում, ինքը իրան ասում էր աստղահոգեբան։ Աստղահոգեբան։ Ինքը ասած փոքր նոթբուք ուներ, ասած որով ինքը բացում էր, սա հաշվարկում էր, բան այնքան էի հետը, Իմ բոլոր ընկերները ինձ են զանգում այդ։ ամեն օր ասած արտանում էինք, ես տեսնում եմ ասում, «Արա բայց էսի տուֆտա բարա», այսպես ու գնաց սաղոր, որսած ժամը 3-ն է, մենք դες նստած ենք խմելով, երկուսս կամած իքիրա նոթբուքով։ Բայց ավր բանա, էլի դες այդ թեմաներով անհանդուրժող եմ, բայց բանա, վերջես մի սովորել եմ, լավ դե մարդիկ։ Հա, դե հա, տենց է։ Բանա։ Տարբեր մարդիկ են, իրականում քիչ-քիչ ամեն ինչ նորմալ է մեր համար դառնում, որտեվ մի հատ գլոբուսա, վրան լիքը մարդիկ, ամեն մեկը իր միտքը։ Հետո բանա, ես տես բան, օրինակ ընկերուհի ունեմ, ինքը շատ ռացիոնալ մարդ է, շատ բուն իմաստով ընկերուհի։ Ոչ, ինքը տես շատ ռացիոնալ մարդ, շատ խելացի, ինձնից խելացի շատ հարցերով, բան կրթված, բան, տես մի հատ էլ ընկեր ունեմ, որ տես էլի նույն ձևը, գիտությունից ինձ լավ հասկացող, բայց իրանք իրիկունը գալիս է տուն ու մոգություն են անում։ Իրանք մոգեր են։ Հա, ու ես ասի շուտ պայծս ասում, լավ, Զատո իրապես հավես է։ Գիտեք, ես էլ մտածում էի, բայց կարող է ինչ որտեղ գիտությունը ու ճշմարտությունը դրա հետ ոնց որ չի բռնում, ամեն դեպքում ճիշտը կրոննա, որ գնաս, ապա ամբողջ օր ապաշխարելով ապրես։ Հետո եկա մի հատ մտքի, որ հա բայց ես մի հատ կյանք եմ, չէ, ապրում, ես մի հատ կյանքից հետո ես չգիտեմ ինչ է իմ հետ լինել։ Ինչ դուր է գալիս այս գունավոր կյանքը, ինչ եմ ես անում, ոնց եմ անում, ինչ դուր է գալիս։ Եթե ինձ դուր է գալիս հիմա աստղաբանություն։ Սրա կոնտրարգումենտը է նա, որ երբ որ դու սկսում ես իսկականից հետազոտել ոնց է իրականում աշխատում, հաստատված փաստերով, դու հասկանում ես, որ ինքը շատ ավելի գունավոր է։ Մի հատ լավ բան, Շեքսպիրի մոտ լավ արտահայտություն կար, ոնց էր ինքը ցավ նկարագրում, որ պետք չի ծաղիկները ներկել։ Հասկանում ես, պետք չի մարդու հորինած ինչ որ բաները, թող այս աստղաբանության մասին չլինի, ուրիշ բանի մասին, որին դու չես հավատում, ասենք թե, հա։ Մարդիկ, որոնք դրան հավատում են, մենք կարանք այդտեղ հավատենք, որ իրանք ներկում են ծաղիկներ, իրանք իրականությունը փորձում են ավելի գունավոր ամեն ինչի հավատում եմ։ Բայց դե հա, ոչ իմ, ասածս հետո որ բանա, երբ որ սկսում ես իսկականից հետո դու ապշում ես, որ այն հրաշքները, որ իսկականից կան աշխարհում, իրանց պետք չի թերագնահատել, իսկ շատ անգամ թերագնահատում ես, իսկական մոլորակների շարժումը, իսկական ոնց աշխատում տիեզերքը քո շուրջ, որ իրականում մեր մոլորակը երբեք չի գտնվել նույն կետում, ինչ գտնվել է մի տարի առաջ, որտեվ ամբողջ մեր համակարգը անverջ շարժում է, մեր գալակտիկան անverջ շարժումը ինքը հստակ ոչ մի pattern չունի, էլի, որ կրկնվում է տարին մեկ, որ իմացնենք միս թեմաներ։ Վանա, դու ticket bar-ը գիտես ինչից է եկե։ Ticket bar-ը, ապա ticket bar-ը գիտեմ ինչ է նշանակում, բայց չգիտեմ ինչից է եկե։ Ինչ է նշանակում ticket bar-ը նվեր։ Չէ, դու ասա, չգիտեմ։ Չէ, բայց որտեղից է եկել։ Չէ, բայց կատակնիկով չգիտեմ, չէ։ Ինքը եկել է ֆրանսիական etiquette bar-ից։ Etiquette, ո մտքովս չէ։ Etiquette գիտես ինչ է։ Ծանոթ է etiquette-ը։ Որ դու չունես։ Etiquette-ը вообще изначально ինքը sense փոքրիկ թղթեր էին, որոնք ինչ որ բանին կպցրած են։ Օրինակ etiquette կա բառը եկել է etiquette-ից, էլի։ Etiquette-կա ունեմ այ, հա։ Հա, etiquette-կան գիտես։ Ռյուքզակիս մեջ ունեմ etiquette-կա։ Էտա, ու ինչ որ պայն, տենց երբ որ օրինակ դու դատարան էիր մտնում ու պետք էր գրել
ոնց քեզ պետքա դատարանում պահես, Так. այդ գրում էին էտիկետի վրա։ Ու դրա համար էտիկետը ժամանակի ընթացքում դարավ քո ոնց որ պայելաձևի կանոնակարգը տվյալ միջավայրում, հա, օրինակ թատրոն գնալուց էտիկետ կա, 4000 Վարամ Սահակյանի ներկայացման ժամանակ 4000 ուժադիր լսել, մի ստենդափին իրար մեջ չխոսալ, հա, и так далее։ Вот, այդ սախ կարելի է կապել միջոցառումների հետ։ Ու տենց ինքը դարավ ticket etiquette բառից։ Հա, ու հիմա մենք ticket բառի հետ նաև ուրիշ կապ ունենք, որտեվ ticket system եմ, մեր հովանավորն է։ Իսկ դե սիստեմը որտեղից է եկել, սիստեմ բառը։ Դա որտեղից է եկել։ Դա մյուս ինտեգրացիան կան։ Մյուս ինտեգրացիան կան։ Բայց, քանի խոսում ենք, ticket system-ը եմ, մեր հովանավորն է, որը ձեզ կարող օգնի դուք վայելեք լավագույն միջոցառումները ամբողջ Հայաստանում, մարզերում, Երևանում, գնաք կինո, գնաք թատրոն, երաժշտական միջոցառումների։ Բացի ամեն ինչից, այդ սա տիկետի համակարգերը իմ համար իրանց ամենակայ ֆունկցիոնալը այն է, որ դու ոչ թե ինչ-որ միջոցառման մասին իմացար, գնացիր տոմսարար, այլ դու մտնում ես այդ app-ը ու նայում ես ինչ միջոցառումներ կան։ Դու կարաս քո ոնց որ հանգստյան բանը պլանավորես նախորդ, որտեվ էդ էլ է պետք, շատ դժվար է այսօրվա կյանքում դու կանոնակարգես քո հանգիստը, ինչը շատ կարևոր է, սա գործով ընկած են, սա որ գործ են կանում ու երբեք ոչ մեկ չի գնում նորմալ հանգստանալու, նախորդ պլանավորեք, մտեք ticket system-ի մեջ, ինքը ձեզ ոնց որ արդեն առանձին sense բանում, վկայականում ցույց կտա տոմսը, կալենդարի մեջ կնշեք ու կիմանաք, որ այսօրը դու գնաք օրինակ կրկես։ Քանի գնացեք կրկես, շատ թույն միջոցառում։ Օ, կրկեսի մասին են անգամ ասեցիր ուզում եմ գնամ, հա։ Արի ես գնացել էի, օրի ինձ հիացած էի, ոչ թույն բան է։ Կագրակ ticket system-ով մտնեք, կրկեսի տոմս առնեք, գնաք վայելեք։ Շատ կայֆ անցնելու։ Իրանք էլ մեզ հովանավորում են, մենք շատ շնորհակալ ենք։ Վերադառնանք ոդքասթին։ Давай. Գիտարի համշնահայերենից խոսանք։ Քանի բարբար գիտես, դու գիտես բարբարներ ընդհանրապես։ Բարբարներ կան, որ հասկանում եմ, տարբեր բարբարներ, բայց որպես այդպեսին խոսում եմ երևի մուշի բարբարով, որտեղ ընտանիքում կիսով չափ հորական կողմից Քյավառից են, հորական կողմից Մարտոնոց, չէ, երբևիցե։ Մուշի Ալաշկերտի բարբարներով չէ, ունենք երկեր, որ Չէ, որ խոսում ես։ Տանն ես խոսում այդ բարբարները։ Չեմ խոսում։ Չէ, բայց խոսում ես։ Մեկ որ ընկնում եմ ուղակի շրջապատ։ Հենց ընկնում եմ շրջապատ։ Language-ս փոխվում արագ։ Որ էմոցիոնալ ինչ-որ բան, մեկ էլ ինչ-որ բարբարով միանում եմ, էմոցիոնալ պահերին ասեմ ուրիշ բան է լինում, ես բարբարով չեմ խոսում։ Ֆուրեմ տար։ Չէ։ Բայց համշնահայերեն։ Չէ, համշնահայերենը ամենաբարդ բարբարներից է, որին շատ չեմ տիրապետում, շուտ տիրապետելը երկի այդքան մասով ավարտվում է։ Ուրեմն, քանի որ ես ապրել եմ իմ ամբողջ գիտակից տարիքը անցլատատիկի հետ ապրելով, ու տատիկը իմ առաջին կերուհին է կոպիտ ասած եղել, ու բարեր էր օգտագործում, որ իրան էլի ծիսակարգորեն հասած է, այսինքն իրան իր կիսուրից մամայից փոխանցված, էլի իրանց էլ չգիտեմ որտեղից փոխանցված բարեր, որոնք փոխանցվել են, ու հիմա այդ բարերը փոխանցվել են ինձ, օրինակ մամաս հորքուրներս կարողա չօգտագործեն այդ բարերը, բայց մեկ-մեկ նենց մի ասենց պորտկում լինի, որ ես այդ բարերն օգտագործում, ասես նայեն դեմքիս, ասեն վայ, տատիներ ես բարերն օգտագործում, հա, օրինակ մի հատ բառ ունենք, որ օրինակ ինչ որտեղ թափրտած է լինում կամ մի բան չես գտնում, հիմա ես մամաս լսի, օգտագործած, ասում եմ սարքել են կորուստ գդանի շրջանը։ Կորուստ գդանի շրջան։ Հա, տատիս միշտ օգտագործում էր այդ տարածք ա եղել, ես ուղղակի չեմ հիշում Գերմանիայում, թե ուրիշ տեղ, ինչ որ շրջան է եղել, որտեղ որ բոլոր փախստականներն են եղել Գերմանիայից, չգիտեմ, հայեր կամ ռուսներ, հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որտեղ տատիկիս պապան մասնակից է եղել, ու այդ շրջանից գնացել են մարդիկ, իրենց բարեկամներին են գտել, ու շատ խառը վիճակ է, այլ եղել, ամեն ինչ թափած բան, մի խոսքով, ես մի քիչ ուրիշ ձև եմ պատկերացնում, էլի գունավոր եմ պատկերացնում, abstract ինչ-որ Փարաջանովյան պատկերացնում։ Ու երբ որ զենքեր, բան, հա, ու ինչ որ մտնում էի, ավելի շուտ տատիկս մտնում էր ինչ որ տարածք, որտեղ որ թափած էր կամ բան, ասում էր սարքել է կորուստ գդանի շրջանը, ու տենց տպավորվել է ու մնացել է։ Այդ բանը, ես օրինակ չեմ հիշում ում ենք խոսում, որ ոտնում էի, որ իմ պապայիս մաման ինքը Շուշիից էր ու ինքը շատ էր թուրքերեն բառեր օգտագործում ու իմ համար փոքր ժամանակվանից այդ իր օգտագործած բառերը խոսքի չեմ լազյատ, սֆատ, բան տենց բառեր իրանք ոչ մի
վատ կանոտացիա չունեն։ Ինքը տատիկիս հետ է ինձ կապում, հասկանաս։ Եթե անկեղծ ասեմ իմ համար հիմա էլ չունեմ, որտեվ մեր մեծերից լիքը բառեր են Այդ փոխանցվել։ բառերը հա մեր տունն Հա, ու ոնց որ հետո բան որ վարժան հետ ենք խոսում, յանոն ինքն էլ ասաց, ընդդեից էլ հələ մի հատ էլ շատերը իրականում թուրքերեն էլ չեն։ Հա, ուրիշ փոխանցված իրանական կարող ասկերների, քալիշների բառեր կան։ Բայց բաներ ու ես նույնիսկ տարիներ հետո ես ոնց որ պնդում եմ, որ ես իրավունք ունեմ այդ բառերը օգտագործեմ իմ լեզվի մեջ, որովհետև առաջինը հա, իրանք փոխանցված են տատիկիցս, առաջինը, երկրորդը իրանք իրանց արկայությունը մեր լեզվում պատմություն է պատմում։ Միանշանակ։ Մենք ունեցել ենք այդ պատմությունը, ու այդ պատմությունը ծանր էր, դաժան էր ու էդ էլ է պետք հիշել։ Ու այդ բառերը ոնց որ պետք է մեզ հիշացնեն դրա մասին։ Մենք չհիշելու պատճառով ամեն ինչ հիմա ասված վիճակումը ու իհարկե կլինեն մարդիկ, որ սա կոմենտներում կգրեն, ոչ մենք հայ ենք, մենք կործանվում ենք, որ օգտագործում ենք թուրքերեն բառեր, բայց օրինակ տատիկիս գյուղում մի գյուղում ապրել են նաև թուրքեր, որոնց կարծեմ 80-ականներից հետո գնացել են, այն նույն գնացածներն են, որ գնացել են, չգիտեմ, Մասիսի շրջանի տարածքներից, Արցախից, Մարտունու շրջանից մի խոսքով ու մեկ-մեկ բառեր էր օգտագործում տատիկս, օրինակ միշտ բերում էր մի հատ բան, որ ասում էր գիլուձակը տան մազլեղ չի լինի։ Այդ աշոտի մասին է։ Հասկանալի բան է, էլի։ Չէ, բայց գիտեք էդ ում են ասել։ Տատիներն ասել են իրանց աղջիկա երեխեքին։ Այսինքն ուրիշի երեխայա, սեփական պետական թոր կա, չէ՞, տենց արտահայտություն կա։ Գիլուձակը, այսինքն ուրիշի թորն է, իր աղջկանից է ծնված, բայց ուրիշինն է մեկը։ Տղու երեխեն է, որ տան մազլեխա, մազլեխն էլ երևի տան շան հետ է։ Ոչ ոստա։ Հա, երևի էլի, որտեվ դե գալի ձակի ինչի պետք է համեմատեն։ Հա, դե հա։ Հա, տան տղա ու բան էլի, դրսի աղջիկ։ Կամ ասում էր Քյոփագողլու դել կամ Շանտղի դել։ Հա։ Նույնն էլի, ոնց որ դելը գիժեր։ Դեսի իսկ բանը, որ sense նայում ես։ Հա, բանը, ես գիտեմ օրինակ բանը, Վայոց Սարին, դե ես ժամանակին այնտեղ բարձրացել էի, ինձ ասում էին Դալի թափա։ Գիշսա։ Դարը բոլոր տեղերում, Մարտունու Գավառի կողմերում էլ կա ինքը ոչ թե դար ժամանակային առումով, դալ, Դալի թափա, այդ Վայոց Սարն։ Հա, իսկապես դարի հետ է, որտեվ դար Սարին նկատի ունեն, անեցք կա, որ ասում էին հանենք դարը։ Քեզ հանեմ դարը, ենթադրենք այդ նշանակում էր հանեմ Սարը, հա։ Որտեվ Սարին վրա էր գերեզմաններն այնտեղ։ Հանեմ դարը էլի, տիպը։ Հա, прямо տեքստով չի ասում, գերեզման դնեմ, հա, ասում հանեմ Սարը, մնացած։ Вообще բանա, ես շատ եմ բարբարների մասին մտածում, այն առումով, որ դե մեր բարբարների կոնֆիգուրացիան մտածում բարբարների ռուսերեն էին մտածում Սիբիրի բարբարով Սիբիրի բարբար բանա որ ոնց որ բաներ այդ արտահայտությունը Սևակի ավտոբիոգրաֆիայում մեկ արծե որ ասում է հայերեն տիրապետելը անհնար է որովհետև դու պետքա 4 լեզու իմանաս ու 60 բարբար ոնց որ ոչ մեկ չի կարող ասի որ տիրապետում է միջև վերջ էլի ու հիմա մենք տենում ենք ոնց են քիչ-քիչ բարբարները վերանում, որովհետև ինտերնետը սաղին ինչ-որ միջինի է բերում, մենք սա ասոցոր ընդունում ենք, որ այս Երևանի բարբարը ինքը հիմնականն է, պետք է իրար հասկանանք, սենց ենք խոսում, օրինակ Ամերիկայի արդեն նոր սերունդ իրանք արևմտահայերեն չեն խոսալու, որտեղ ստեղից են եկել, արդեն ու քիչ-քիչ բարբարները քչանալու են, ու իրանց պահպանելը շատ դժվար գործ անում, որտեղ ինչ-որ տենց փոքր գյուղի ինչ-որ բարբար, ընդ մարդիկ չեն հավաքվի, որ մտածել չէ, պետք է մի հատ սաղ գրանցել, պահպանել, որ ինքը մնա։ Հա, համաձայն եմ, բայց երիտասարդության մոտ կա նաև դրա հակառակ կողմը, այսինքն որ սկսում են ուսումնասիրել, օրինակ, չգիտեմ, Արցախի բարբարին անդրադառնամ, այս պահին երևի որ ավելի շատ տիրապետում են հենց Արցախի բարբարն է, որովհետև ինչքան մարդիկ գիտենք, որ գնացել են այնտեղ ծառայել են ու արագ վերցրել են բարբարը։ Ու քանի որ շատ ված բան եմ ասում, բայց դեպքերը դեռ թարմ են։ Այսինքն մարդիկ դեռևս տիրապետում են, մենք հայորդի ճամբար ունենք, որտեղ որ զոհված զինծառայողների բալիկներ են գալիս, ու փառք Աստծո, որ իրանց ընտանիքներում միայն Արցախի բարբարով են խոսում, ու մեկ-մեկ մենք էլ ենթադրենք ընդեղ ենք, ու իրանք ուզում են տանջվում են, որ նենց բան ասեն, որ մենք հասկանանք, ասում ենք մենք հասկանում ենք, կարաս հանգիստ քո մտքերը արտահայտես, որտեղ ինքը էմոցիոնալ վիճակում մարդ պետքա իր հենց բարբարով արտահայտի, որովհետեւ կոպիտ ասած միջից այդ էներգիան էլ դուրս գա։ Իսկ ինչ վերաբերում է բարբարների տարատեսակությանը 60 բարբար ասեցի, լավ ասեցի, շատ սիրուն հնչեց։ Օրինակ մուշի բարբարն է, չէ՞։
Կամ Սասունի բարբառն է, Սասունը քանի հատ գյուղ ունի։ Հա, ամեն մեկում իր մի հատ առանձին բանն է, ժարգոնն է, հա։ Ամեն գյուղ իր բարբառն ունի, Մուշին առանձին, Համշենին, Աբխազիայի համշենները, հայերը չեն հասկանում Խոպայի համշեններին, ու Քիսմեթի ժամանակ Աբխազիայի հայերը գրում էին ես համշեն եմ, բայց դուք սխալ եք երկում, տենց բառ չունենք։ Ու հերթով չես էլ կարա գրես, որ որովհետև Խոպայի բարբառն է սա, մյուս կողմն է։ Հələ մի հատ էլ ամեն բարբառում առանձին ժարգոն է ձևավորվում, առանձին է, դա էլ է լեզու էլի, չես կարա լեզու չի։ Ու մեր էլի վերջին հյուրերից մեկը Արին Ռալիջան, Պոլսահայ իմ շատ մոտ ընկերներից, ում հետ որ նաև երգ թողարկեցինք, ու երբ որ ինքը խոսել էր, իհարկե շատ լավն էր արձագանքը մեր թողարկմանը իրան հենց անձամբ, բայց կար մի երիտասարդ, ով որ տակը պայքարում էր մի երևույթի դեմ, ասում էր Ստամբուլի բարբառանա թուրքացած է, ինչի՞ է տենց խոսում, դե արի բացատրի, որ ընկեր ջան, դարերով մարդիկ ապրել են ու պոլսահայեր են եղել, ովքեր որ տիրապետել են արևմտահայերենի Ստամբուլի ակցենտին, այսինքն արևմտահայերենի նաև ունենք Բեյրութի ակցենտ, կա Ստամբուլի ակցենտ, այսինքն տարբեր ճյուղավորված գնացել են ու հաստատ Սիրիայի կամ Բեյրութի այդ լեզվային արտահայտումը Բերանի այդ ապարատը ուրիշ ձև է, հաստատ Ստամբուլում ապրող ուրիշ լեզվով խոսողի պես չի լինելու ու պարզա որ sense շեղվածություն է տալու այն ակցենտը ուրիշ ձև է, այն ուրիշ ձև է։ Մի տարածքում Գեղարքունիքի մարզում ապրում են ոնց որ Լճապնա, Սևաննա, Գավառնա, Սևաննա, Մարտունինա, Վարդենիսնա, Վարդենիսի բարբառը Մարտունու բարբառին չի համապատասխանում։ Սա ավելի հետաքրքիր բան ասեմ, կողքի գյուղեր են Ձորագյուղն ու Երանոսը, տարբեր բարբառներ են, իրար կպած են, որ ոնց նայում ես, կարան աղջիկ տան տղա ամուսնացնեն ու կոպիտ ասած Կոմիտասից Բաղրամյան, այդքան է տարածքը, բայց լրիվ տարբեր բարբառ է։ Դե բայց բանն է, արևմտահայերն ավելի ճիշտ հայերն է, էլի։ Չկա ավելի ճիշտ հայերեն, դες բան ավելի ճիշտ հայերեն արտահայտությունը լավ չի, չէ։ Չէ, ուղղակի այդ նայ ես որ խորանան գրափանը։ Ես Ոյ, ասում եմ արմտա, գրափան պետք է ասեի։ Չէ, բանա, դե նայ գրափարը ընդհանրապես առանձին պատմություն է։ Գրափարը իր անունից երևում է, ինքը ստեղծված է գրանցելու համար։ Նենց չի որ ինչ որ ժամանակաշրջան ա եղել եւ բոլոր հայերը գրափարով էին խոսում, այդպես չի կարա ժամանակ։ Չէ, չի եղել երևի։ Չէ, հաստատ չի եղել։ Չգիտեմ որտեվ ես մասնագետը չեմ, բայց ոնց որ բանա, ընդհանրապես տրամաբանությունը տենց ոնց ասած, ինքը այդ նույն մոտեցումը ինքը շատ լեզուներում որտեղ ես նայել եմ, եղել է։ Ինքը շատ որ գրանցելու համար ինչ որ գրանցելու համար կանոնները, որովհետեւ գիրը կրճատած է, էլի բառերից մոտառեր կա սխած։ Ոնց որ գիրը լեզվի մեջ, լեզուն վերցնենք որպես մարդկային ինչ որ գյուտ, հա, որը մենք տենց ստեղծել ենք ու ինքը մարդկային եւ ամենամեծ գյուտերից է։ Հիմա գիրը միշտ շատ ուշ է հայտնվում, վաղ մարդը չի սկսել խոսալ ու միանգամից գրել։ Մենք բոլոր կանոնները ձևավորել ենք խոսալով։ Ամեն մեկին հասել չի եղել այդ ապրես։ Ու երբ որ ինչ որ պայի գալիս է, ինչ որ ժամանակ է գալի, ասենք թե ինձ պետքա, ես եկեղեցին եմ ու ինձ պետքա որ բոլոր մարդիկ Աստվածաշունչը հասկանան միաձև, որ տարանկալումներ չլինեն, որտեղ ստե հստակ կանոններ են։ Ինձ պետքա գրել այն լեզվով, որը հստակ է, բոլորը կհասկանան, այդ լեզուն ստեղծվում է։ Հենց այդ նպատակով, որպեսզի դու կարողանաս գրանցես, որ ինքը լինի միատեսակ, ինքը էլի շատ կարևոր պահ է լեզվի մեջ, երբ որ մենք ինչ որ միասնության ենք բերում ամեն ինչը։ Դրա համար գրափարը ճիշտ է այն առումով, որ ինքը միասնական է ու ամեն ինչ իր մեջ կա ու հետո էլ գրափարը քան որ արդեն հին է իրանից էլ է լիքը բան բխել, բայց էլի չի կարելի ասել, որ ինքը տենց այն բանն է, որին մենք պետքա ձգտենք։ Մենք պետքա իրան պահպանենք, որ միշտ հասկանանք ինչ ա եղել նախկինում։ Նա ինձ հետաքրքիր է, մարդիկ աղոթելուց, տերունական աղոթք ասելուց հասկանում են թե չէ։ Չէ, հասկանալ է, չէ։ Հասկանան, էլի ամեն մեկը իր ձևով է հասկանում, որտեղ այդ մի քիչ շատ ներքին բանը։ Հետաքրքիր է աղոթելուց մարդիկ աղոթում են գրաբարով թե սեփական արևելյան հայերենով։ Նայած։ Ես օրինակ անկեղծ ասեմ, իմ մոտ գրաբարն է։ Ես չեմ տիրապետում, բայց երևի ուղղակի փոքր տարիքում երբ որ տերունական աղոթքի հետ է սենց։ Հա, հենց տերունականի հետ եմ, հայրմերի հետ եմ։ Հա, այդ երևի իմ մոտ էլ է տենց։ Գրաբարով, չէ՞։ Հա, գրաբարով, որովհետև տենց տպավորվել է երևի։ Հա,
Երևի դպրոցն էլ խիստ է եղել, գիշեք երկու տարբերակ կար, իրար կողքել սենց շարքով գրած Իմ ժամանակ չկար դեռ դա։ Չկար, ապա որ դպրոցն գնում բաներ, ամեն երկու շաբթի հիշում եմ, կարող է էլի օրեր կար, չեմ հիշում, տենց բայց առավոտը պարտադիր պետք է մենք աղոթեինք կանգնած շարքով, մեկ էլ հետո հնչում էր բանը օրներքը, ձեռներս պետք է դնեինք ձախ մեր սրտին, բան սենց տարօրինակ բաներ կար դպրոցներում սենց։ Բավասի տարօրինակ չի, բայց տարօրինակ էլ է էլի։ Գիտես ինչն է դա, որ օրինակ ես հիմա արդեն տենց քիչ-քիչ ծայրանալով մտածում արա դե լավ է էլի թե թող երեխեքը այդտենց թող ազգային այդպես կլանում բայց դե մտածում բայց նաև ես այդքան չեմ ծերացել որ չի հիշեմ ես դպրոցում ոնց էի վերաբերվում ցանկացած բանի որ ուսուցիչներից գալիս էր բայց ասում որ ես կզզվեի դա մեջից պրոստը որտեվ այդ ինչ որ ուսուցիչ է ինձ ասել էլի ես մի հատ ուրիշ էվոլյուցիա ասեմ երբ որ մենք փոքր էինք մեր դպրոցում մի հատ օրենք ընդունեց մեր տնօրենը այդ ժամանակվա գործող տնօրենը որ բոլոր երեխեքը պետքա միանման հագնեն ֆորմա ֆարտուկ վայ հայ մեր դպրոցում 2008-9 թվերն էր։ Արդեն Սովետ միությունից դուրս եկած էինք ու մեր պայքարներ, չեմ ասում անազգանուն իրա դեմ որ ոնց, չնայած երկրորդ երրորդ դասարանի երեխա է ժամանակ, ինչի պետքա ես ձմեռով ֆորմա ֆարտուկով գնամ դպրոց ու յուղի մյուս դպրոցի երեխեքը նորմալ շալվար բադալասկայով գնան։ Իսկ բասի այդ որտեղ էր։ Խարբերդում։ Դու Խարբերդում ես գնացել դպրոց։ Բայց տարիների հետ ես եկան գիտակցության 28 տարեկանում, որ այնքան ճիշտ է այդ եղել, որովհետև մեկ-մեկ տեսնում ես երեխեքի, որ օրինակ շորը սենց է իմ շորը ու հիմա ավելի վատ կա, իրանք սկսել են մրցակցություն ուսուցչի հետ։ Դա խայտարակություն է ժողովուրդ, այսինքն մենք միշտ մեր ոդքասթի ընթացքում քննարկում ենք Սովետ միության եւ լավ եւ վատ կողմերը, լավ կողմերը այդ գիտության ու կրթության են եղել, որ աշակերտը, ուսուցիչը ու պետքա տարբերակես, ծնողը ընկերը չի երեխայի, ծնողն է, ինչքան էլ մտերիմ եմ, բայց ընկերը չի։ Ոնց որ այդ ժամանակաշրջանի դպրոցի մասին ես ինչ գիտելիք ունեմ իմ ընտանիքից առաջնահերթ որը շատ ակադեմիական ընտանիք էր, տենց իմ ընտանիքը տենց սովետական ընտանիքի պոստեր է միացել, բժիշկներ, ինժեներներ, ուսուցիչներ, բան ասած, լրիվ սենց պլակատ է միացել Սովետի միության, բայց ու դե հա ուսուցիչներ կան իմ ընտանիքում, հորքուրս էր ուսուցիչ, տատիկս, բան, մաթեմի, ոչ իմ տենց ընտանիք է։ Ու իհարկե իմ այն ինչ որ ինձ ներկայացրել են այդ ժամանակվա կրթության մասին ինքը տենց շատ վեհ էր բայց ես համոզված եմ որ ամեն տեղ չէր ու էլի կար ինչ որ տենց ուսուցչի հետ ոչ տենց հարգալից վերաբերմունք տեղ եղել էր բայց իհարկե շատ ավելի քիչ ու ընդհանրապես այն ժամանակվա մոտեցումը կրթության ինքը ուներ լավ կողմեր ու վատ կողմեր բայց այդ վատ կողմերը պայթեցին հենց մեր վրա ոնց որ որովհետև այն համակարգը կրթության, որը կար Սովետի ժամանակ, ստեղծված էր Սովետի միության համակարգի համար, որ դու պետքա գիտությանը տիրապետես, բայց նաև անհարմար հարցեր չտաս։ Հասկանում ես, դու ոչ թե պետքա կրիտիկական մտածես, այլ դու պետքա կոնկրետ իմանաս տրանզիստորը ոնց է աշխատում, որ իրան կարողանաս աշխատացնես ու դրանից էր որ հետո ասում իսկ ոնց էր տենց եղել որ Սովետի միության ժամանակ մարդիկ հիանալի կրթություն ունեին, բայց մեկը տելևիզորից ջուր էին բանանում, չարժանում, որ տիպը ինչ որ տենց բան սեանսներ էին անցկացնում, ոնց էր տենց էր ստացվում, էլի, ու հետո երբ որ եկավ արդեն տենց ավելի ազատ ժամանակաշրջանի դպրոցը, որ գրքերով պետքա սովորես, ով է դաս տալու, այդ սա նենց հարցրաշտավ ու դրա համար նենց ուսուցիչներ կային իմ մոտ փոքր ժամանակվանից որ իմ մոտ էլ չէր կարծել որ հարգալից վերաբերում, որտեվ առաջինից երրորդ դասարան մենք ուսուցիչ ունեինք, որը ծեծում էր մեզ փեդով, հետո հա Բայց են ծեծել, լավ են արել։ Այ երեխեքից չեն ծեծել։ Չէ, բայց դու աղջիկ ես։ Ինքը պրոստը չէր ծեծում, Մեր դասանում կային որ ծեծում։ Չէ, դու եմ ասում, այն ժամանակ նենց վիճակ չէր, եթե ինչ որ ուսուցիչ հելներ մի հատ թաթալոշ տար ինձ, որտեվ ես տեղում ոտերով բան։ Ինքը կոնկրետ փեդերով էր ծեծում, հետո ինչ որ ինչ որ մեկը բողոքեց, որ կապուտով, չէ, կանոնով։ Չէ, հենց կապտուկը տեսան, հելավ։ Կապտուկը տեսան, ինքը մյուս օրը եկավ ու երեխեքին տենց մեկ Եգոր դասան ենք։ Սա շոսած ճիպոտ էր մոտը պլաստիկի ծրից։ Ու ասաց, «Էս կապուտներ չի թողել, որ ասեք ոչ մեկ չի հավատալու»։ Ու դրանով էր ծեծում ես։ Հա, ես հասկացա, արդեն դեղին գույնի երևի կանոն կլիներ սենց։ Դա ոչ իմ սադիստ կերպար էր, էլի։ Ես միշտ հիշացնում եմ, որ ես միջև հիմա ձեռագիր էր։ Այդ մեր տունն էլ կար, բայց մենակ նայում էինք։ Դե մաման ասում էր կանոն է,
մեր սաղ Գերդաստանը հորքուրներս իրանց երեխեքին մամա ասում էին կանոնը, մենք այդ կանոնը գիտեինք։ Արդեն всё։ Հա, բայց չենք զգացել, իդե կանոնը տեսել ենք ուղակի։ Հետո բաներ, հետո այդ աշխատավարձները որ գոնց ունենց մարդիկ եկան դպրոց, որ вообще չէր կարելի երեխեքին մոտիկ թողել իրանց, ու դրա համար հա նորմալ է որ ինչ-որ բան, բայց այն ինչ որ դու ես ասում, ես իհարկե դրան դեմ եմ։ Ուզում ասեմ, որ ստե ինչ-որ բալանսավորված բան կա, էլի, որ ուսուցիչներն էլ ահագին բան պատվադի տարեցին, էլի, մեր բայց եւ այդ ժամանակ լխստություն կար, անկեղծ ասեմ, որովհետեւ մեկ-մեկ հիմա իմանում եմ դեպքեր դպրոցներից բան, որ օրինակ ուսուցիչները իմ համար ասեմ էլի ինչն է անընդունելի, այս կտրելիում ռիլ գցեմ, որովհետեւ միշտ մեր ոդքասթին ուզում եմ խոսամ, չեմ խոսում, բայց այսօր կասեմ։ Դասատուն իրավունք չունի լարվի մինչև 18 տարեկան երեխու դեմ։ Այդ երեխեն քո թշնամին չի, այդ երեխեն երեխայի է ու կարա դեբիլ լինի։ Կարա, չգիտեմ, ինադու բաներ լանի, նորմալ է, որ 18 մինչև 18 տարեկան երեխեն կարա ինադու բաներ անի։ Ինքը ոչ թուրք է, ոչ թշնամի է, կարա օրինակ նորմալ է, որ կարա, չգիտեմ, չարաճճիություն անի ու աթոռը ջարդի, բայց ոչ մի դասատու դասի ու առհասարակ դպրոցում տեղի ունեցած համար իրավունք չունի թշնամանա երեխու հետ, որտեվ այդ երեխան երեխա է։ Դե անձնավորելս իդեալական մոդելում Մի իհարկե։ հատ էլ ես դասատուներ ունեմ, որ մինչև օրս արդեն 10-րդ տարին է այս տարի իմ դպրոցն ավարտելու, բայց իրանք իմ հանդեպ թշնամանք ունեն։ Ոյ։ Հա։ Ով եք դուք։ Նայ ոնց էր բանը։ Այս կարող լիներ Ամալիայի մոտ կամ Մհերի մոտ հարցազրույց, որ ես հուզվեի, բայց չեմ հուզվում։ Բաննա։ Ոնց էր այդ հաստատ լարվել իրավունք չունեն, տենց սիրուն է հնչում մոդելի մեջ, բայց դե մարդ է։ Մարդա որ գամ 30 հոգի։ Թող գորա։ Թող ինչ ասես ասի, բայց դպրոցից դուրս է երեխան երեխա է։ Մեր դասատուն լարվել է մեր հանդեպ, ասենք եղել է, էլի։ Ես տարբեր դպրոցներում եմ սովորել, մի 9 դպրոց փոխել եմ տարբեր, տենց է ստացվել, բայց հիշում եմ իմ առաջին հենց դաս ընկեր Պետրոսյանին, որ ինքը շատ տենց նյարդային կին էր ու ինքը չէր ծեծում մեզ, ոչ մի տենց վատ բան չէր ասում։ Ուղղակի վատ անջում չէր ծեծում մեզ։ Ուղղակի ավելի լավ էր խփեր մի հատ, պրոստը գնում նստում էր իր տեղը, ասում էր չեմ սովորացնում, դե թող ժամը անցնի կգնամ տուն։ Ու տենց անցնում էր այդ ժամը ու տենց մի անգամ, երկու անգամ հասկացանք որ չես, հետաքրքիր չի։ Հա, հետաքրքիր չի, էլի նստես ինչ, պրոստը մի ժամ նստես որ գնա տուն ու տենց սկսեցինք սովորել։ Այսինքն ինքը իր պատխոտում էր։ Մենք չենք սովորում։ Ինքը իր պատխոտը տենց աշխատած։ Բաներ, ես շում ոնց որ այն արտաներից որ միշտ մոտս լավ ա եղել, այդ մաթեմն է, միշտ ես լավ եմ եղել մաթեմից։ Ֆիզկուլտը։ Իհարկե։ Ես չէր։ В общем, հա, ու բաներ, մի անգամ տենց 6-րդ թե որը դասանում էր, ինչ որ խնդիր էր, ես տնային անալուց յոգում չեմ կարող լուծեմ, շատ բարդ խնդիր է։ Զանգում եմ հորքուրից հետ նստում ենք, բան ասում եմ, մի հատ Ես էլ հորքուրներից զանգում, որտեղ մեր տան էլ հորքուրները ֆիզիկ մաթեմատիկան։ Հա, ոնց է, հորքուրս հենց դասատու էր մաթեմի։ Զանգում եմ ինքն նստում, բան, հենց իր դասատուն է, էլի մաթեմի։ 9-րդ դասերդասանում իր մոտ եմ սովորել, ահագին ներվանացնում իրան, որտեղ ես ահավոր տենց ամեն բարկյան հարց տվող եմ։ Ես միջև վերջ չհասկանամ։ Կյանքում ոչ մեկի հարց չեմ տալիս։ Չէ, ես ամոր տիպը ինչ-որ բայր արդեն հորքուսի վրա գորում եմ, աշուտ մի շագից դստի հետո կհարցնես, էլի։ Հարցնես։ Ես տարբերակոն է, էլի, հետո արդյոք դասարանի մոտ։ Դա ապիտնյա որ դասարան։ Ես քո լեվելները օգտագործում ստեղ։ Լավ, այսի մի հատ առանձին այս դրա մասին հենց ասեմ, մի հատ շատ ակիր բան կա այդ հարց տալու հետ, որը էլի տենց սովետական կրթությունից է գալի, ու ոչ միայն սովետական, շատ երկրներում նամանավանդ եթե ավտորիտար պատմություն ունեն, երեխեքին սովորացնում են հարց չտալ, ու ես հիշում եմ ես կարդում էի իմ տենց հերոսներից Ռիչարդ Ֆեյնմանը, ինքը ֆիզիկոս էր, ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակ ստացողն էր, ու համել շատ տենց բաներ ինքը կոմիկի մտածելակերպ ուներ էլի որ հա շատ քյուտ ոսկի ինքը մի մոմենտ բանա գնացել է Բրազիլիա դաս տալու որովհետև բաներ ինքը ուզում էր բոնգոյի վրա նվագել սորերում բան այդ իրանց պարադին մասնակցեր ֆեստիվալի ժամանակ ու ինքը չգնաց Caltech ու MIT որոնք աշխարհի ամենալավ ինստիտուտներ են ընդ չգնաց դաս տալու գնաց Բրազիլիա որտեղ դե պետքա բան սովորել էլի տես բաներ լեզուն սովորեց դե բան գնաց տես սկսեց դրանով զբաղվել ու ինքը պատմում է կակրաս ընդ համալսարանում դաս տալուց որ ասում ես նկատի որ ոչ մեկ հարց չի տալի ուսանողներից ու իմ համար այդ տարօրինակ էր որտեղ
դու պետք է անընդհատ հարցեր տաս որպես ուսանող, բայց մտածել եք այն էր, որ եթե մեկը հարց է տալի, մնացածը լարվում են իր դեմ, որ մենք եկել ենք պրոֆեսորին լսենք։ Սովորական հայկական դպրոց։ Հա, մենք եկել ենք պրոֆեսորին լսենք, ոչ թե քեզ։ Երբ որ դու հարց ես տալի, դու իր ժամանակից ես խլում։ Ու ինքը դրա համար վերջում իրան խնդրեցին ինքը մի հատ ինչ-որ տենց բան ռեջ կարդա, բան ավարտել ժամանակ, ինքը ասաց դուք ստեղ գիտությամբ չեք զբաղվում։ Դուք զբաղվում եք ուղղակի տենց ինչ-որ բաներ ֆրազաներ տեղափոխելով մի գլխից մյուս գլուխ դուք չեք սովորացնում մարդկանց գիտնականներ դառնալ այդ հարց տալ ինքը շատ կարևոր ունակություն է որովհետև ինձ մսոր ընտանիքում բանում միշտ խրախուսում են ես հարցեր տամ ես տենց ինձ էլ են խրախուսում բայց հետո ինչ բայց չես տալի հարցեր չէ ես ինչև հիմա հարցեր չեմ տալիս եթե ինձ ինֆոն պետք է ես ման եմ գալիս գտնում եմ բայց այդ շատ վատ է հա իրական շատ վատ է որովհետև ես համալսարանական տարիներին էլ էի տենց իհարկե նես չէր որ սովորող էի ժողում ընկել էի ուղղակի արդեն առաջի տարվանից հետո երկրորդ տարիներ հասկացա որ ես ժող ինստիտուտի համար չեմ ես չեմ զբաղացնելու ուրիշի աշխատանքային հա հաշվապական հաշվառում եւ աուդիտ պրեստիժ հա եւ հասկացա որ ես ուղղակի ուրիշի գործը չեմ կարա խլեմ իրանից որտեվ կարա շատ լավ հաշվապահ լինի ու գնա աշխատի ես գնամ այնտեղ ինչ անեմ այնքան տես մասնագետներ ունենք որ անիմաստ աշխատանքի տեղ են զբաղացնում բայց ոչ մի բան չեն անում դասատուների մեջ էլ ունենք տես այո այո կովիդի վաղտ podcast host-երի մեջ էլ ունենք ես բանը ես էլի դասագիտական գնացի բայց ես թռան դից կեսից գնացի ժուրնալիստիկա հիմա տատանվում եմ կոնստանտ թե չէ բայց դու հլը ուզում ես էլի ինչ որ հենց այդ մի քիչ իմը չի ես չեմ կորում ես հիմա մեքենա վարման դիր գնաս պրոստը լսես մեքենա վարման դասընթացների եմ ոտնասում եկեք չասեմ էլի ցույց չտամ հա գիտելիքներս տարական որ շատ վատորի են եւ կտրվեցի չէ բայց բանը վատ չի դա շատ լավ է օրեր ամս կրկին նորից քնության եմ կանցնես 4-ից կանցնես վարելը չի հենց էտա բա տեսականն շատ վատորի եմ ու ուղղակի չեմ հիշում օրինակ բանը որ գնում ես sense երանգյունա դերին դա ինչ է նշանակում որ պետքա ինձ շատ բան գիտես ասում ես բայց մտածեցի չէ որ պետք ես չգիտեի որ երանգյուն կա вообще հա նախազգուշացնողն է կարծում բաննա բայց դե կարաս կոնս գնաս որպես ունկնդիր քո գիտելիքները ստանաս քեզ հո դիպլոմը պետք չի նշել որ քեզ մի հատ ուրիշ բախ կա կոնսերվատորիայում մեկ այնց երկչուհիների ու երկիչների հայտնաբերում մտածում եմ ինչ եք թողում որ իրանք ավարտեն խնդրում եմ չէ չեմ նեղվում եմ նրա համար որ իրանք ես մտածեցի քեզնից լավ երկով ու դա նայում ես նո ես ուրախանում եմ ես իրականում հա օքեյ լավ եմ երգում բայց ես երգում եմ լավ այն ինչը ես զգում եմ, այսինքն իմը էթնոնը ազգային ես աշխուղական չեմ կարա երգեմ, ես չեմ կարա ջազ երգեմ, ես չեմ կարա չնայած ջազ փորձել եմ, չեմ կարա երգեմ, չեմ զգում։ Իսկ ինչի չես զգում, չպիտի անես։ Բայց մեկ-մեկ կոնսերվատորիայում թողում են ուսանողների, ովքեր որ ավարտելու են, կոնսի անունը գցելու են, ասում են կոնսենք ավարտել բան, սենց տարական այս սեղանից ոչինչով չեն տարբերվում, բայց երգում են նենց երկեր, որ նույնիսկ Բաքվի անցումներում չես լսի։ Երևի չես լսի, որտեվ չեմ եղել։ Լսի, այդ խնդրեմը ինքը շատ մեծ բան է, որ ես նույնիսկ բան Մոսկվայի ավելի պատմել կա, իրանք հենց հիմա դաս են տալիս։ Ես իմ ինչյան music vocals։ Ես իմ ինչյան, ես իմ ինչի դաս։ Ոնց որ գիտես ինչ խնդիր է ստեղ, որ մի կողմից ուզեի անուններ տալ մի խոսքով։ Չէ, լսի, ես կարամ այն կողմից ասեմ, ամեն կողմից, էլի, որովհետև մի կողմից մենք հասկանում ենք, որ ինստիտուտի որակը ու իր ստատուսը բարձրանում է, երբ որ ինքը սկսում է մերժել մարդկանց, որ եթե դու մեր ստանդարտներին չես համապատասխանում, դու չես կարող այս ավարտես, դու շատ անգամ չես կարող ընդունվես նույնիսկ ստեղ, որովհետև մենք ստանդարտներ ունենք ու դրա համար լիքը մարդ հետո ապագայում կուզենա գա։ Բայց եթե համալսարանը կանգնում է գոյաբանական խնդրի առաջ, երբ որ իրան այդ փողը շատ պետք է ուսանողներից, իրանք սկսում են իրան ստանդարտները իջացնել, որ մարդկանց բերեն, իրանք իհարկե իրան ստատուսը դրանով գցում են, բայց նաև դու հասկանաս, որ կարող է ալտերնատիվա ընկալներ, որ մենք կոնս չենք ունենա այսօր։ Հիմա որն է ավելի լավ, էլի, շատ դժվար ընտրություն է։ Ես չեմ պատկերացնում ինձ ռեկտորի բան դերում կոնսի, որը պետք է այտենց որոշում կայացնի, ես ստանդարտներ պահեմ, թե ես բան եմ։ Անենց աշակերտների, անենց ուսանողների հանդեպ են լարվում դասախոսները, ասենք լուրջ դեմքեր, որ իրանք կարան Ավստրիայում, Գերմանիայում, օրկեստրներում երաժիշտներ լինեն, որ իրանք դեմք են, գազան դեմք են։ Զուտ նրա համար, որ օրինակ ինքը դեմ է գնացել իր կարծրատիպերին, որոնք Սովետ միությունից մնացած են։ Ես քեզ լսել եմ բանի մասին տենց Արտյոմ Մանուկյանի մասին, որ տենց իմ ամենասիրած մարդկանց է, ինքը թավջութակահար է, բասիստ է, ամենտեղ
նվագում, ոչ շատ ամենալավ երաժշտներից որ ես ճանաչում եմ, տիպը խնդալու ես դες մի 15-16 տարի առաջ մենք նոր խումբ էինք հավաքում, բան ես տենց արդեն մի կես տարիա բաս էի պարապում, մեկ էլ տենում եմ ինքը Դորյանսում էր ժամանակ նվագում, մեկ էլ տենում եմ ինքը ինչ անում բասի, հետ, ես տենց որ այս սովա вообще մոտենում եմ ասում բրո բան ինչքան ժամանակ է բան նվագում ես, ասում տես մի երկու ամիս բան ասում գիժես դու ոնց երկու ամիս ես կես տարիա նվագում, դաժե բոտիկ չեմ, դա չգիտեի էլի որ կոնսա ավարտել, ու ասում են որ իրան կոնսում չէին սիրում այն ժամանակ, մի հատ որ իրան կանչենք, այն ժամանակ հիվանդացել ուզում էին կանչենք։ Համակարգին դեմ մարդիկ կան, որ օրինակ Սովետ միության ժամանակ սովորածները ու հիմիկվա դասախոսները այդ չեն ընդունում, որովհետև կարծում են ճիշտ չի որ։ Ես մտածում եմ, որ ամեն ինչն էլ ճիշտ է, Ես դեռ մտածեցի որ ես բան էի, որ ես դա ասում էի կոնսի վրա, ես հստակ չեմ հիշում, բայց ամերիկանում օրինակ համակարգ կա, որ դու կարաս ընդունվես, բայց եթե դու ոնց որ քննությունները չես հանձնում, իսկ ընդ շատ բարդ է այդ հանձնելը, դու փող ես վճարում դրա համար։ Այսինքն ուզում ասեմ որ բանա, չէ, ոչ թե վճարում ես որ ստանաս, այլ վճարում ես դրա համար որ դու չես ստացել։ Լավ է։ Այդ քո բան, որ դու շարունակես սովորել, որ դու շարունակես սովորել, ստեղ առանց դու չես հանձնել, դու մնում ես ու միջև դու չհանձնես, դու չես ավարտելու։ Դու մեկա պետք է հանձնես, բայց դու մի հատ էլ լրացուցիչ վճարում ես։ Ոնց որ այդ ավելի լավ համակարգ է, հենց դրա համար որ դու քո ստանդարտը ունենաս, բայց դու ախպեր եթե ինչ-որ մեկը անվերջ Այս թազա նայված բաների պես էլի։ Այդ պրավաները որ զրկում են, հետո այդ շատ վատ տարբերակ է։ Այնտեղ մարդու կյանքի հետ խնդիրներ կան։ Բայց իրոք հիմա ավելի թանկ է դա։ Հետո գիտես ի՞նչն է, կարանք նայենք։ Այն որ $100 լինում էր առնել, հիմա ավելի թանկ։ Ոնց որ գիտես ի՞նչն է, կարելի է։ բայց լինում է առնել։ Հիմա չէ դե, հիմա։ Այսինքն ես լինում է։ Ինչ վատ թեմաներ ենք քննարկում։ Ոնց որ բան է, էլի, կարաս նայես նրա Ինչ որ հաջորդ քննությանը ներս չթողներ։ 26-ին չեմ գալու։ Ոնց որ կարաս նայես նրա մասին, որ օրինակ բժշկական համալսարանում դու չես կարող տենց խաղեր տաս, եթե մարդը ավարտել է, բայց ինքը ոչ բան չգիտի, հետո մարդիկ են մահանալու, շատ կարևոր բան է, էլի, բայց օրինակ կոնսը իմ համար նույնպես ազգային առումով շատ կարևոր հաստատություն է։ Դե այդտեղից էլ մարդիկ կարող մահանան։ Հա։ Իրականում որ խորը նայում ես, մենք միշտ քննարկում ենք մշակույթը հանես տակը ինչ է մնում։ Հա, ապրես, հա, ոչ մի բան չի մնում, մենք Ինչի համար ենք պայքարում ուր են գնում են, գլոբալիստական աշխարհը լավ էլ կբերվենք գնանք էլի։ Այդ շատ լավ դրան ֆորմուլիրովկա էր տվել, այդ նամակները որ ասում էի ինգլիս, ինքը բան էր, ասում է, եթե մենք պետքա Հայաստանից սարքենք ավելի վատ եվրոպական երկիր, ես նա կգնամ արդեն կայացած եվրոպական երկիր կապրեմ, եթե մշակույթը հանում ենք տակից, էլ խեմ ես տեղ մնում, ստեղ ամեն ինչ ավելի թույլ է։ Ես տեղ մնում եմ, որովհետև մշակույթն է ինձ կապում էս հողի հետ, էլի, թե չէ եթե էդ էլ հանեք ինչից բժշկությունից ոգեորված մնամ, ճամփեքից ոգեորված մնամ, բժշկական բաներով ոգեորված մնամ, որ մեկը բնությունն է, հա, բայց այնքան տեղ կա որ լավ բնություն ունի, նես չի որ յուրահատուկ է, էլի։ Իմ համար է յուրահատուկ որտեվ իմն է, բայց էդ էլ է չես մշակույթ դեր, որտեվ դա երգած է, նկարած է, պատմված է, դրա համար է ինքը յուրահատուկ, ոչ թե դրա համար որ սի շատ յուրահատուկ սար է մեր տարածքում, նայում եմ ու սա հասկանում եմ։ Չէ, ամեն ինչը մշակույթով է կապվում, ամեն ինչը մշակույթ է իրականում։ Հա, համաձայն եմ։ Իսկ բանը դու վերջին համերգը երբեք ունեցել։ Կարամ նայեմ։ Կարամ նայեմ ասես։ Ճիշտ ասած իմ հիշողությունը շատ։ Կարամ ես ունենամ իմանամ։ Չէ, նոր է եղել, ուղղակի օրով չեմ հիշում։ Հաստատ մի Որտեղ էր։ Հա, Ֆրանսիայում էր, ճիշտ է։ Իմ վերջին համերգ Ֆրանսիա։ Ամեկավ պաուզա տանք։ Ամսի 14-ին Լիլ քաղաքում էր։ Լիլ։ Այնքան սիրուն համերգ էր Լիլ, հա։ Ինչ եք երգում, ինչ երգեր երգեցիք։ Ես իմ երգերից էի երգում, կային երգեր, որոնք որ առաջին անգամ էի երգում եւ հենց պրեմիերան այնտեղ էր լինում։ Ուղղակի հենց այդ օրն էի երգում։ Հա, պրեմիերա էր այդ օրը։ Հա, օրինակ Բինգյոլը այդ մշակմամբ առաջին անգամ էի երգում։ Համերգին մասնակցում էինք ես ու Դավիթ Խաչատրյան ժողերգիչներից, շատ տաղանդավոր մարդ, բայց համերգի հիմնական բուն իմաստու նպատակը այն էր, որ այդ համերգեր նվիրված հայկական մշակույթին ու պարում էին Լիլ քաղաքի հայ համայնքի երեխեքը տարբեր տարիքների, հա, ու կոպիտ ասած իրանք չէին մեզ հարմարվում երգերին բաներին, այլ մենք պետք է հարմարվենք ու այդ իդեալական էր, որովհետև երեխեք այնքան սիրուն էին պարում, ես մեկ մտածում եմ Երանի Հայաստանում էլ տենց ազգային պարող, այնտեղ մի քիչ ավելի տենց նվիրված չունենք։
ու բոլորը Հայաստանից գնացած հայեր էին, հա, այստեղից գնացած հայերի բալիկներն էին, այտենց տիպիկ պահում էին հայկական ամեն ինչ ու մինչև գնալս էլ երեխեք կային, որ իրանց հետ օրինակ գրվելով խոսում էինք, ես հայատառ եմ գրում միշտ ու ուզում եմ փորձեմ տեսնեմ իրանք իրոք հասկանում են թե չէ, բոլորը ինձ հայերեն պատասխանում էին հայերեն տառերով ու այդ ունենց էր որ իրանք այնտեղ ծնված երեխեք էին, այսինքն իրանց մամաները, պապաները 98-99, 2002 լավ տենց գնացածներն էին, բայց երեխեքը այնտեղ ծնված էին ու իրանք բոլորը նորմալ գրում, հասկանում էին, խոսում էին, հա։ Իսկ բանը մոտակա համերգ Շատ համերգներ ունենք, ուղղակի հիմնականում համերգներ չեմ ուզում ասեմ կորպորատիվ իվենթներ են, փակ իվենթներ են, այս տարի կարևոր համերգներ ունենք մի հատ սեպտեմբերի 18-ին Հայաստանի ռադիոյի, հանրային ռադիոյի 100-ամյակն է ու փակում ենք անում Ethno Colors-ով, որից հետո սեպտեմբերի 26-ին ունենք ԱՄՆ-ում մեծ մենահամերգ Կոմիտասի տարեդարձի օրը Սեպտեմբերի 26 26 հա պատրաստվում ենք շատ տենց բուրն ձևով ընթացքում մի քանի համերգներ ունենք եւ Լոս Անջելեսում եւ ավեշու դեռ հստակված չեն ունենք նաեւ համերգներ Երևանում փառատոններ ունենք այդպես անցած տարվա քիսմետից հետո բոլոր փառատոններին մեզ են կանչում իսկ բանը այդ քիսմետի հետ կապված ոնց հա շանսեր կան вообще որ միշտ ամեն ինչին շանսեր կան ուղղակի կախված դա մարդկանց հոգեվիճակից եւ կոնկրետ այդ մարդն հա հենց կրիսություն արել ինքը իրականում ինքան լավ տղա է շատ լավ մարդ է բայց չեմ ուզում խոսամ որտեվ ես եթերն էլ էինք բլոկ անելու ես որտեղ իր մասին լավ բաներ եմ խոսում ինքը բռնում բլոկում է բայց չէ իրավունք չունի չի տարածաշրջանով փակել է տալիս մհերի հաղորդում փակել է ես լուրջ ես ասում որ հաղորդման մեջ խոսել եմ բոլոր հաղորդումները փակել է Ինչ դա քիչ է Չէ եկեք չխոսանք եկեք գնանք հայ բռնենք մի հատ անունը ինչ է Չէ լավ ասած Ուզում եմ որ այս հաղորդումը մնա ես սիրում եմ որ մտնում եմ հետո մի ամիս հետո իմ հաղորդումների տակ կոմենտ եմ կարդում բայց մի փակ էլի խնդրում եմ Դու էլ ես հայ մենք էլ ենք հայ Ինչ ձևա Այդ ինչ է սա Համել արդեն ձեր քաղաքապետի հետ Կանչենք քեզ ոդկասթի Տանոթենք Վանա շարակնոցի մասին է ուզում չխոսենք որտեվ ես տիպը քեզ չես այդ ճանաչեցի ավելի շատ էլի ոնց որ Այնքան եմ ուրախանում այս տեքստից, որ ինձ չերես շարքնոց են ճանաչել։ Սենց շատ վատ բան եմ ասում, որը աբսոլյուտն իրավունք չունեմ տենց կարծիք ունենալու, բայց այսպես դրված ամենս, որ ինչ որ երբ որ ես չտենց բան թեկուց չոր խումբ եմ տենում ազգային բան տես բանով, ես համոզված չեմ, որ բոլոր մարդիկ, որ այնտեղ գտնվում են, գիտակից են որ իրանց ուղակի փոքր վաղտվանից չեն տվել, իրանք այդ են տիրապետում ու այդ անում են։ То есть ես չգիտեմ տակը ինչ է այդ մարդը։ Այս միտքը ասեմ էլի մեր խմբի պահով ասեմ, բոլորը մենք 5-6 տարի առաջ երբ որ հավաքվեցինք խումբը հավաքեցինք որ անենք, մենք չենք հավաքվել գումարի համար։ Իհարկե ժամանակի ընթացքում հասկացանք որ բոլորս մեր գործի տեղերից դուրս եկանք, հաճե։ Մենք մեր գործի տեղերից դուրս եկանք, որտեղ մեր գործերը գնալով շատ լավ էին, փառք Աստծո, բայց բոլորը գաղափարակիցներ են, այսինքն չգիտեմ, տղաներից ունենք որ ուսուցիչներ են, չեմ ասում դասատու, որտեղ ուսուցիչներ են ու իրանք կրթում են երեխեք ու այդ երեխեքին ոչ թե սովորացնում են ոնց գիտար, ոնց դհոլ, ոնց դապ կամ դուդուկ նվագել, այլ իրանք սովորացնում են ոնց սիրել դուդուկը, ոնց սիրել դափը ու հայկական մշակույթը մենք ունենք տղաներ, որ նույնիսկ չինացիների հետ, եվրոպացիների հետ պարապում են ազգային գործիքներ ու կարամ համոզված ասեմ, որ գաղափարակիցներով են հավաքված։ Ինչի՞ սկսեցի, որ ես հասկանում եմ, որ այս նայից չի, որ հիմնավորված կարծիք է, բայց ինչ որ տենց միտ կար մեջս էլի ու երբ որ ես շարակնոց եմ տանում, ես հասկանում որ այս ոչ մեկ կյանքում չրանի որ հայտնի դառնար։ Այս դեպի հայտնիություն ու հաջողություն տանող ճանապարհ չի, երբ որ դու խորանում ես մենակ ազգային, մակրազերծելու, կանչում ես էքսպերտների ու հետները ջանջալ զրույց ես տանում նրա մասին, որ էսա այն ջանջալ բանը, ես տան չեմ մտածում, բայց հասկանում եմ, իրականում մենք միշտ այսպես լսում ենք այդ մարդկանց ու մտածում ենք Այսքանը ոնց են կարում տիրապետեն։ Ես բաններ, ես հենց Մելքոնյանի հետ վիպուսկը նայեցի, բանը այդ հայ-թուրքական հարաբերությունների մասին ու հետո անդից գնաց մոտս ու բաներ էլի տենց այդ ինչ շատ կայֆ է ստանում այնց որ տենց հաղորդում կա, որտեղ ես տենց չկարողացա գտնեմ, ասկն մենք էլ կարող է պային ինչ որ հաղորդում անենք, որտեղ մենք կենտրոնանանք ազգային, բայց ուղղվածությունը այդ չի։
ինքը ուղղակի հաճելի բոնուս է, որ մենք ժամանակ կարանք խոսքի օրինակ քեզ կանչենք ու ինչ որ ազգային բաներից խոսանք, բայց որպես ուղղվածություն ու ինչ շատ հետաքրքիր է, որովհետև մենք սկսեցինք խոսալ, ես չվերջացրի, որ podcast ինքը տարիներով է չափվում, էլի, որովհետև մարդիկ պետք է սկսեն քեզ վստահել, իրանք քեզ պետք է ճանաչեն, հենց քո միանգամից ոչ մի բան չի լինում, հա ու ինձ շատ հետաքրքիր է, ասենք թե որ դուք հիմա սկսել եք շատ հասկանալի, շատ այտենց առաջին մտքի եկող թեմաներից, որոնք շատ կարևոր է, որ դուք դրա մասին խոսեք, որովհետև նենց չի որ շատ է խոսացվել, բայց ինձ հետաքրքիր է օրինակ 3 տարուց ինչ թեմա եք դուք բան փորագրելու հանեք ու խոսակ, շատ հուսով եմ կապրի այդքան podcast-ը։ Ես էլ հույս ունեմ, որովհետև անպայման գնացեք նայեք Շարակնոց podcast-ը, իմ վերջերս սիրած podcast-ն է, անverջ չի անում եմ, անպայման գնացեք նայեք, ստե լայք դրեք, բայց նոր։ Որ գնալուց ես մեծ գաղտնիք բացեմ, այս պահի դրությամբ երևի իմ ամբողջ պատասխանատվությունը Պրավան չի, իմ ամբողջ պատասխանատվությունը հենց podcast-ն է, հյուրերի հետ, չգիտեմ, կապ հաստատելը, չնայած հյուրեր կան, որոնց հետ Լևոնն է կապ հաստատում, հյուրեր կան, որոնց հետ ես եմ կապ հաստատում, բայց ամեն դեպքում հիմնական նպատակը այն է, որ product տաս, որ մի հատ ուրիշ բան էլ ասեմ, մենք չենք ստեղծում, որ հիմա օրինակ 300 հոգի նայում են, ենթադրենք դիտումները այդքան են, բայց մեծ մասը սկզբից մինչև վերջ են նայում, բայց մեր համար կարևոր է, որ օրինակ իմ խնդրին չառնչվեն մարդիկ, երբ որ ես օրինակ խազերի մասին ինֆո էի փնտրում YouTube-ում կամ ինտերնետում, կար մի հատ YouTube-յան ալիք, որը գումարով էր, այսինքն դու պետքա վճարեիր, որ կարանայիր խազերի մասին նայիր, Արթուր Շահնազարյանի խոսքն էր, իմ համար շատ կարևոր է այդ մարդու խոսքը, ու ես պետքա վճարեի, որ այդ խոսքը ինչ որ sense կարանայի լսեի, հասկանայի ու հասկացանք, որ պետքա ստեղծենք արխիվ նախ առաջին հերթին, որ մի 10 տարի հետո ենթադրենք մի հատ երեխա, որ հələ դեռ դպրոցական 5-6-րդ դասարանի երեխա է ու ուզելու է զբաղվի, ենթադրենք երաժշտությամբ ու իրան պետքա լինելու խազերը, ինքը բացի գրի օրինակ խազեր, մեր ոդքասթից ինչ որ հատված բերի ու ինքը լսի շատ ավելի ջերմ մտերմիկ խոսակցություն լինի, իրան էլ իրական ջին էլ չնայած մտածում եմ, որ հիմիկվա ստանդարտներով ենք խոսում, իսկ այդ կարող է 10 տարի հետո անհասկանալի լինի։ Ես նույնիսկ դες չկա բարտես, ես ընդհանրապես տեղյակ չեմ այդ ոնց է աշխատում, բայց ես հույս ունեմ, որ դա տենց աշխատում է, բաներ։ Մամայիս մի հատ ընկերուին նկար ա ուղարկում, որ իրանք դիլիջանում էին, ունդ կա Տավուշ TV, ու ես մի հատ ուրիշ podcast ունեմ, քաղաքական, ու իրանք ընդով բան ցույց տալի Տավուշ TV-ով մեր YouTube-ի բանը։ Ու ես նենց ուրախացա, ու ստացեմ ինչ կայֆ է, եթե ինչ որ հեռուստաալիքներ, որոնք տենց շատ ուշադրության տակ չեն, իրանք կարող են YouTube-ից լավ կոնտենտ վերցնեն ու տենց բանն, օրինակ Շարակնոցը շատ դրա համար իդեալական կներ, որ հենց հեռուստատեսությամբ գնար, որտեվ մարդիկ կան, որոնք չեն գտնի իրան։ Իսկ սենց իմանան էլի երախեքից ոնց է իրենց պայմանավորված։ Ես գիտեմ, որ ուղարկի բան է, մեր պրոդյուսերը ինքը ինչ որտեղ ասել է, որ եթե ձեր ձուրը գալիս է, վերցրեք այս կոնտենտը առանց այսինքն շահադիտական ոչ մի բան չկա, էլի։ Կստати ախորպես տեղ։ Ախորպես տեղ վերցրեք։ Ուրիշ YouTube արեք վիտարեք դե YouTube-ը կբլոկարի, մենք կապ չունենք, բայց TV-ով ցույց տվեք, խնդրում եմ։ Կարծում եմ Լևոնն էլ իմ հետ համաձայն կլինի, մենք էլ։ Վերցրեք ամբողջ։ Մենք ուրախ կլինենք, չնայած որ կարծում ենք, որ TV նայողներ շատ քիչ են, ես չգիտեմ, մեր տանը։ Ռայոնի TV-ները տենց են։ Вообще, բանա, ես հասկացա, որ ես չտենց պակա, որ ես պրոստը զգում եմ ինչ որ կոնտենտը նայելուց, կարող է դեռ ժամանակ սխալվում եմ մարդու ոնց որ գնահատականի մեջ, բայց ոնց Շարակնոցի մասով ես շատ վստահ եմ, որ դու տենում ես տարբերությունը այն մարդկանց, որոնք YouTube-ն են սկսում, որպեսզի իրանք դառնան հայտնի, որպեսզի իրանք աուդիտոր անան, ես ոչ մի տենց շատ արագ գփալու է։ Կարող է լավ լինի, կարող է վատ լինի, այդ երկրորդական հարց է, բայց ես տենում եմ այն մարդկանց, որոնք դրա համար են անում։ Ու տենում ես մարդկանց, որոնք շատ գիտակից անում են այն ինչ որ իրանք համարում են, որ պետք է անել, իրանք կարող են նույնիսկ սկզբից չիմանան ոնց է արվում կամ ինչ որ վատ անեն կամ նույնիսկ որակը վատ լինի, տենց էլ արվում, բայց դու տենում ես, որ այս մարդիկ հասկանում են ինչ են անում ու սովորաբար այդ մարդիկ շատ ավելի պինդ են այդ առումը, որտեվ իրանք կոնկրետ միսիա ունեն, իրանք չեն սպասում երբ հա լինելու 10,000 դիտում, որ ասեն այո։ Պլյուս պատասխանատվությունն էլ շատ կարևոր բան է, դիսցիպլինան շատ կարևոր բան է։ Օրինակ հիմա խնդիր ունենք, ես սեպտեմբերին երկրում չեմ լինելու բավականին երկար ժամանակով, այսինքն 20 օրը բավականին շատ է ու այդ 20 օրվա համար հիմա մենք պետքա սկսենք շատ արագ տեմպերով աշխատել, որ սեպտեմբերից մինչև հոկտեմբերի
վերջ, որտեղ հոկտեմբերի կեսից էլ ուրիշ երկրում եմ լինելու, ունենանք product, որ անընդհատ Իսկ ոնց է շաբաթը մեկ եք թողարկում։ Հա, սկզբից որոշեցինք, որ այդ դիսցիպլինան պահենք 5 շաբթի օրերին, հիմա էլ մեկ-մեկ պահում ենք 5 շաբթի Ինչ եմ օրերին։ իմացել, Լևոնը նույն օրը մոնտաժը տալիս է։ Լուրջ։ Լսար Վլադ։ Ենթադրենք Լևոն գովում եմ։ Վլադիմիր Հիրվեր Չասես մենակ վատ բաներ եմ ասում։ Լևոն ոնց է սա։ Բայց ոնց հասցնում ո՞տ։ Ես շոկի մեջ էի, մենք օրինակ 6-ին կարանք նկարենք։ Ինքը ինձ 10-ին ուղարկի հետ։ Լավ է։ Իսկ բանը միանգամից պետեզա ինչ որ աշխատում, հա, ինքը։ Ես չգիտեմ։ Ինքը հենց ձեռի վրա բան կա, սեղանի վրա ինչ որ կնոպկ է կա։ Այդ նայում, հա, այդ ունենք, մենք մեզ տեսնում ենք, Հա, հսկում ենք։ Օպերատոր չկա։ Չունեն, այդքան պետեզա ուրեմն, հա, պետեզա աշխատում։ Երկուսով ենք ու այդ էլ միշտ ասում եմ մենք քաղաքական եւ ոչ քաղաքական թեմաներով երբեմն բուրըն վեճեր ենք ունենում, որոնք ձեզ հասու չեն եւ մոնտաժվում են։ Իսկ մենք չենք մոնտաժում, դուք տենում եք սա։ Կողմից է, բայց խոսում։ Չբացաձայնենք, որովհետեւ Այո։ պետք չի ամեն դեպքում դա անձնական է։ Բաներ էլի։ Մենք շատ լավն ենք, բոլորս շատ լավն ենք։ Ի վերջո հայ ենք ու հայի ու հայի գաղափարի կողմից ենք, ազգայինի կողմից ենք։ Բաներ, տենց բան կա էլի, որոնց մասին ես մտածում եմ, օրինակ ես շատ եմ ասում, որ ես ընդդիմադիր հայացքներ ունեմ ու բաներ էլի, բայց ես при этом չեմ կռվում մարդկանց հետ, ես կոնկրետ անցած выпуска Սերգեյ Դանիելյանի հետ որ անում ենք, ես ասում եմ, որ եթե ես արժեհամակարգային խնդիր եմ դնում, եթե ինչ-որ մեկը իմ մոտ ասի գտես, բան, այս Արցախցի, այս Ղարաբաղցիները իրանք sense են, իմ մոտ լիքը խնդրեմ առաջանում ես մարդու հետ, որովհետև այդտեղ լրիվ խնդիրներ են, բայց եթե ինքը ուղղակի գնացել է ԿՊ-ին ադեն տվե, հա օքեյ, ես հասկանում որ կան ինչ-որ պատճառներ, որոնցով ինքը կարող է տաներ այդ արժեհամակարգը չկիսելով։ Ես միշտ մտածում նրա մասին, որ իմ հիմնական պատճառներից մեկը այն է, որ ես չեմ հավատում, որ ԿՊ-ի կուրսը մեզ տանում է պատերազմից խուսափելուն։ Ես մտածում եմ, որ հակառակը էս տանում է կոնկրետ պատերազմի, այդ իմ տեսանկյունն է։ Ես քաղաքագիտ չեմ կարող այդ ասեմ։ Ես դրա մասին չեմ, ես ուրիշ բան ասեմ։ Ես ասում նրա մասին, որ եթե ես ճիշտ եմ այդ առումով ու իսկականից պատերազմ լինի, նենց չի, որ վաղը մյուս օր ԿՊ-ականը խրամած չի գնալու են, բարձա որ բոլորը գնալու են։ Իրանք նույն ձև էլ պաշտպանելու են այս երկիրը ու ես միշտ այդ մտքումը սպանում եմ, որ ում հետ էլ ես խոսում եմ, այս վաղվա մյուս օրվա զինվորն է կարող է ու դու պետքա շատ ուշադիր լինես, вообще դու ինչ ես խոսում ու ինչքանով ես վիրավորական։ Մի քիչ վիրավորական բան ասեմ, ես օրինակ ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը շատ փոքր մարդիկ են։ Ահա, որ մարդկանց տարանջատ են։ Փոքր կարծիքներով ու մտքերով, որ կարանան օրինակ հային հայ դեմ հանեն։ Ես ոչ մեկի հետ չեմ կռվում, ամեն մարդ ունի։ Հա, ստացվում է ու ես օրինակներ ունեմ, որ գիտեմ, որ իրոք վեճերի են գնում, չեմ ասում որ ուժը որ ուժի դեմ, բայց իրանք շատ փոքր մարդիկ են, որ կարողանան ինձ հանեն օրինակ իմ բարեկամի կամ ես մարդիկ գիտեմ, նույնիսկ որ ասում են ես այս ինչիկի հետ իմ մազգուտակից չեմ խոսում, որովհետև ինքը ընտրել է այս ինչին։ Իբր լավ բան ես անում։ Ի վերջո դուք արուն եք ու մենք այս ազգը ինչով է տարբերվում մնացածից, որ մենք ճանաչում ենք գեն, ազգություն, հարազատ, բարեկամ, հորքուր, մորքուր։ Ես չեմ կռվի ոչ մեկի հետ։ Բոլորն ունեն իրենց առանձին։ Բացի ամեն ինչից ես միշտ ասում նրա մասին, որ եթե իմ համար ինչ որ ուժ քաղաքական ճշնամական է, ես պետք է հիշեմ, որ նաև ցանկացած քաղաքական ուժ ցանկացած օգտվում է բևեռացումից։ Այդ օգուտա ցանկացած իշխանությանը բևեռացումը։ Եթե դու ոնց որ մի քիչ ջուր ես լցնում այդ ջրաղացին բևեռացման, դու օգնում ես քո թշնամուն ես պայն, որին դու հայտարարել ես որպես քեզ թշնամական ուժ։ Դու անում ես իր գործը, իր փոխարեն։ Մեկ էլ մեր քաղաքական ուժերը կաստայականացման են տանում, որ եթե ինչին ընտրում ես SS, եթե ինչին ես ընտրում NS, մի քիչ բարձր խավես, մի քիչ ցածր խավես։ Ապրես, ես գիտես ինչ մի հատ Լևոնը մի հատ բան ասաց podcast-ի վաղ, որ ուղղակի պայթել էր, որ չէի մտածել դրա մասին, որ արա ինչ ճիշտ բան ասաց, որ առաջ չկար տենց բան, որ դու ինչ-որ աշխատավոր մարդ ես, ուրեմն Խաչատրյան չես լսում, հակառակներ։ Ոնց որ լավ երաժշտություն լսելը ցանկացած դասակարգի մարդու համար շատ նորմալ վիճակ էր։ Իսկ վերջերս չէ՞ տենց բան կա, որ սկսել է էլիտիզմ ինչ-որ հավայի մտնել, որ տիպը դե իրանք սենց են, parza որ սենց երաժշտություն լսում։ Այդ խոսույթը, սենց մեջս շատ անիմաստ բան, չի խոսույթ, չի։ Հա, շատ անիմաստ է։ Մարդը պետք է ինչ-որ պատրաստություն ունենա, որ ինքը գեղեցիկ երաժշտություն գնահատի։ Հակառակը երաժշտություն կկրաս այն բանա, որ ամեն ինչը ծաղկում է։ Դու լեզու չպետք է հասկանաս, որ երաժշտություն ասում ես։ Միանշանակ բոլորն էլ հոգի ունեն ու ոչ մեկ չգիտի մյուսի ներսում ինչա կատարվում,
կամ ինչ ընտանիքից է դուրս եկել, ինչ է լսում, չգիտեմ, մի քանի տարի առաջ երևի sense չէի մտածի, շատ ավելի ծայրահեղ կմտածեի այս թեմայի շուրջ, ազգայնական թեմաներով էլ շատ ուրիշ ձև կմտածեի, բայց ես հիմա հասկացել եմ, որ այն կուսակցությունները, այն սեկտաները, որոնք գործում են Հայաստանում, աղանդներ կյանքի խոսք այդ հանած, բոլորը գիտեն իմ կարծրատի տեսակետը իրանց մասին, ես սեկտա նկատի ունեմ, կան նաև խմբեր, որոնք որ ցույց են տալիս, որ իրանք ազգայնական են, բայց իրանք աշխարհի ամենակցող, ամենավատ մարդկանց խումբն են, որ օրինակ իրանք շփման ձև չունեն տարական արտիստի հետ, ես արտիստի օրինակով բերեմ, մի խոսքով, sense դեմքեր էլ ունենք, որ իրանք հանդես են գալիս շատ օй պաթոսով, այսինքն պաթոսն աչքից չռում է։ Ես նոր տեսա որ կոմոդ բանն է։ Այո։ Արեգակնային։ Հա, վերջերս կակրած գնացել էի բան։ Համակարգն է։ Մուզեյ исторический։ Հայերեն բառերը կորել են։ Պատմության։ Պատմության մուզեյ ոնց է։ Թանգարան։ Թանգարան, հա, всё, թանգարան եկած։ Ու կախել է հասկանում, բայց ասեմ, հա։ Ու կակրած է տեսա։ Մենք էլ բաններ, գրուվի ընկերը, իր մոդել բաներ, դրամապանակ էր տենց էլի բանով, վերջս հաս էս եմ տանում, ու մի հատ ընկերացել ասաց, որ իա բանը, ման տատուիրովկա արել։ Ես էլ էի ուզում, բայց շատ հանդիպում է այս բան կոնկրետ այս մոդելը, լավն է սիրուն է։ Կոնկրետ այս բանի տատուներ ուզում անել։ Հա, շատ էի ուզում, բայց հետո հասկացա, որ ես տատուի եմ։ Լսեցի Քիմ Քարդաշյանի հարցազրույցը։ Ինչ էր որ Ինքան խնդալու շոտ եմ խնդացել, որ մի օր հարցնում են իրան ինչի դու տատու չունես, ասում եմ դուք տեսել եք Bentley, որի վրա տպեր կլինի։ Շոտ խնդալ։ Լավնա։ Ասա բֆարերը դուրեն այ Bentley։ Խնդալու հաղորդումներ կան։ Այդ տատուներից բան իմ ընկերը մոտիկ գիտարիստը, որ մեր խմբի, դες տատու արել, որ միշտ դեղացած է բան բասովի կլուչի տատու դա արել ես պիտի էտիանը ես այ բասիստա սկրիպիչնի կլուչ խփեիրելի խեր բասովին խփում ես որ չգիտեմ էլի նոտա բան չգիտես սկրիպիչնին են բանն այն sense շատ բանա բասովին շատ པարս sense երկու հատ կետով sense բանա իսկ մնացած քո զարդերը ինչ որ նշանակություն ունեն Այսանք շամշիկները աղավնիներ են այս տակի կախվածները որոնք խաղաղություն բերող են աղավնիներ են ինքը Փիրուզով է, շատ ավելի վանվասպուրականի տարածքին է բնորոշ, այս Անահիտն է, մեր մայր դիցուին, այս ես իրանը խոյակ եմ դրել, հիմա Անահիտը կտնա ու ինձ կսպանի, իմ ընկերուհին որ իրանց հեղինակն է։ Ինքն է սարքում սրանք։ Հա, իր հեղինակն է, այս մյուսը ռեգոմեշներն են։ Քաղաքական էլի մտնում եք։ Սա իմ ընկերներից մեկն է նվիրել, իրականում հնություն է ու ոնց պատտվում եմ իր ինքնությունը հաստատելու համար տալիս են որ կարա կարսից եկած լինի։ Լուրջ։ Հա։ դզած Այո։ շատ սիրուն Բայց ես ունեմ թևնոցներ, էլի են սկզբին մեր գանք ոդքասթի, որ տենց հարսից կիսուրին է փոխանցվել, չէ, կիսուրից հարսին է փոխանցվել ու տատիկիս է հասել, տատիկս մի քիչ բան է արել, կիսել է իր մեծ աղջկան, նա տվել մեկը, մյուսը մամայիս է տվել, բիլազուկներ են ու Բայազետից մեր ոնց որ հենց Բայազետից գալիս է։ Հա, ու մամա ոնց որ Պատմության թանգարանում էլ կա Տատկիս կեսուրն է իրան տվել, հա, այդ նույն զույգից կա պատմության թանգարանում էլ դրված։ Բայց էլի ձերոնք են փոխանցել պատմության թանգարան, չէ։ Չէ։ Իր նմուշը շատ բանի է նման, Ագուլեցու թանգարանում էլ կա, որ կարծեմ Շարլ Անձնաբուրի տատիկին Ագուլեցու թանգարանում էլ էլի նվեր են տվել իրենց։ Ինքը տիպիկ վանվասպուրականի շրջանի այդ ֆիլիգրանով աշխատանքների նման է։ Հա։ Լսի, իսկ դու ոնց որ տենց ռեգիոններով մշակութաբանություն առանձին սովորել ես, թե Չէ, ուսումնասիրել եմ ուղղակի անձնական տեսակետներով գնացել եմ, դրել եմ։ Բանը, իսկ ոնց որ ինչ որ տենց դու ֆրում ես գյուղերով, բանով էլի տենց երգեր փնտրելով տենց բանով զբաղվում ես։ Այն ամենասկզբից որ ասացի 2 տարի լճացման մեջ եմ, այսինքն մենակ բենդն է ու աշխատում եմ անդադ, մինչև այդ 2 տարին ես բավականին շատ պատտվել եմ, չնայած մինչև մի տարի առաջ, որովհետև վերջին այցս Արևմտյան Հայաստան եղել է հենց որովհետև ես ուզում եի հարցնել, այն ժամանակ չհասցրեցի հարցնել, որ խոսում ենք բարբարների մասին, որ դու ասում ես երկու հատ գյուղ կա, որ իրար կպած են, բայց բարբարները տարբեր են։ Կատուն եմ բոլոր գյուղերն էլ կարան տենց լինեն։ Հա, ուզում ասեմ տենց դեպքերում իսկ երգերը իրանք նման են, թե իրանք են լրիվ տարբեր։
Չէ, նման են, կարողա, գիտեք, ամեն գյուղի ոնց լինի տարբերությունը, օրինակ գյուղում սենց լինի, այս ինչի տան բալենես, ինչ որ իրանց գյուղի մեծի անունը նշվի, էդրանով կարա տարբերվի, կամ ինչ որ սենց շատ գյուղին բնորոշ բառով, բայց երկրի կազմումը, այդ, ասեմ, կառուցվածքը, բարբառը, բան հիմնական նույնն է պահպանվում։ Օրինակ մենք հանինաների, մայրոքեների, այդ լելների տարբեր տեսակներ ունենք, տարբեր գյուղերի, բնորոշ է Սասունի Մուշի տարածաշրջանին ու կամ օրինակ արի երթանքների, որոնցից մի տարբերակ մեր բենդը երգում է ռոքային սարքած, ինքն էլ Սասունի տարածաշրջանին բնորոշ երգ է, բայց բառերն է այս դեպքում էլ նույնը, միշտ նույնն է մնում, երաժշտությունն է փոխվում։ Այն էլ մեղեդին կարա ինչ որտեղ նմանություն լինի, բայց մեկը 10-8 լինի, մեկը, չգիտեմ, 6-8 լինի, ինչ որ sense կառուցվածքի մեջ փոփոխություն լինի, էդ էլ կարա լինի էլի, որտեվ շատ են։ Որտեվ ընդհանրապես լեզուն ու նույնիսկ մեղեդին, որը ստեղծում է այս տարածաշրջանում, շատ ուղիղ կապ ունեն։ Որտեվ երկուսն էլ մենք սկզբից լսում ենք, հետո ենք արտանում։ Ու նույնիսկ առաջին մարդիկ, որոնք սովորում էին խոսալ, իրանք իրենց տարածաշրջանից էին սովորում, ձեներից, այդ ձեները իրանք վերարտադրում էին։ Դրա համար խոսքի ինչ որ տենց մեկ էլ դու ինչ որ շատ տարօրինակ աֆրիկական լեզու ես լսում, որտեղ իրանք կտկտում են խոսքի խոսալուց։ Մի հատ հետաքրքիր կարծիք եմ լսել, կարծիք չի, տեսա ոնց որ տեսակետ էլ չի, շատ ավելի, տեսություն է, իմ շատ լավ ընկերներից մեկը լուսահոգի Հովհաննես Ազիզբեկյանի կողմից, ով որ հնագետ էր ու աշխատել էր ոչ միայն Հունաստանում, Լիբանանում ու Հայաստանում, շատ երկրներում էր աշխատել, ու ինքը ուներ ոնց որ ուսումնասիրած մայրի ծառի հետ կապված, որ ինքը Հայաստանում սրբազան ծառը համարվել, ուներ Սահարիների մասին։ Ես ոչ մի բան չգիտեմ դրա մասին։ Հա, այդ ինչ է։ Մայրին խնկի ծառն է, այն որ մեր դրանը խնկի ծառ, այդ խնկի ծառն է, տարբեր անուններով են։ Սեդեր, կեդեր, չգիտեմ ոնց անգլերենով, Լիբանանի այդ դրոշի վրայի ծառն է, որը հիմա Լիբանանում կա, երբ մենակ Լիբանանում կա, չնայած ասում են Կիպրոսում էլ կա։ Մի խոսքով, ինքը ուներ ուսումնասիրություններ այդ մայրի ծառի վերաբերյալ, մի ամբողջ գիրք ուներ տեսություն Սահարիների վերաբերյալ, որի մեջ Սահարին այդ զուռնայի կանչն է, զուռնա էլ չի, ինչ որ գործիք է, զուռնայի նման, որ առավոտյան ինքը ծիսական գործիք է համարվել, որ առավոտյան դուրս են եկել արևի հելնելու հետ, նախորոք մի քանի րոպե առաջ, որ կանչել են, իբր լավ լուրով արևին բերել են, այսինքն ինքը ծիսակարգ ա եղել ու հայերն են ունեցել, շատ հետաքրքիր է այդ ամբողջը ու մի հատ տեսություն ուներ, հենց այդ ձայների հետ կապված, ասում մենք ինչի չենք կարա կլկլացնենք, հայերը խի չեն կարա կլկլացնեն, որովհետև մենք անապատում չենք ապրում։ Որտեվ անապատի մի ծերից մյուս ծայրը ենթադրենք ուզելա Բեդվինը ինչ որ մեկին ձայն տա, լուր տա, պետքա կլկլացնի, որ այդ տափակ տարածության մեջ ձայնը այսպես գնալով հասնի։ Ու Հայաստանում եթե դու կլկլացնես լերից լեր, մտավ զորով հելավ ձայնը, ինչ կլինի։ Այդ էխոն ավելի շատ բան կլինի ու կլկլոցնել կմտնի սարում, տենց ինչ որ բան կդառնա։ Մերը չի, չենք կարա կլկլացնենք։ Շատ։ Այսինքն տարածքային է այդ Հա, ուղիղ ինչ որ հարթ տարածք է, էլի ասա։ Հա, ու նայ ու միանգամից գիտություն է դա։ Չէ, բայց միանգամից նայ դու ես ասացիր, ու միանգամից կլկլոցը ինքը իմաստավորվեց, ինքը շատ ավելի գեղեցիկ դառավ, որտեղ ինքը տարածքային է, ինքը ինչի, օրինակ բայց հենց արաբը, բայց հենց դու իրան տարածքից փոկում ես, սա կորում է, չես հասկանում ինչի էլի, ես սա կյանք իմը հարց էր։ Ասոցացում ես Թուրքի հետ միանգամից, բայց Թուրքինն էլ չի, Թուրքն էլ ես իմ բորդեից է գալ։ Երբ որ Մոսկվա գնացել ու ստենդափով ես սկսես զբաղվել, ընդդեմ մի մոմենտ շատ էր խոսույթը, որ ստենդափ կոմիկները շատ տոքսիկ միջավայր է, ու ես ասում եմ դուք պրոստի երաժիշտների միջավայր եք տեսել, իրականում ընդդեմ շատ ավելի ծանր է։ Ես քանի որ գաղափարի համար եմ ես ամբողջի մեջ, այսինքն ես չեմ հետևում ինչ որ բանի, որ ինձ տանելու է парքի կամ չգիտեմ գրեմի է տալու ինչ որ, եթե ես կարամ ազգայինով գրեմի վերցնեմ, ես մենակ պատրաստ եմ, բայց ես չեմ կարծում, որ ինձ ազգայինի համար գլոբալիստական աշխարհում ինչ որ մրցանակ են տալու, չնայած անցած տարի մենք հակառակն ենք ապացուցել։ Ջեմիլ։ Բայց ամեն դեպքում ես չեմ էլ ուզում, որ ինձ օրինակ
չգիտեմ, վատ ասոցիացիաներ ունենամ, որտեղ իմ նպատակը երգը տարածելն է։ Թե դա կլինի քյարթուների աշխարհում, այդ կլինի ջազ լսողների աշխարհում, ու ուզում եմ, չգիտեմ, ամենավատ կաստայի մարդիկ էլ լսեն, իմ համար կարևոր է որ լսեն, որովհետև ես եկել եմ այն գաղափարով, որ պետքա լսեն, որովհետև այդ մեր գենն է, մեր ինքնությունն է։ Ոնց որ ու դրա համար ես չեմ ուզում, որ ինչ որ վատ հարաբերությունների մեջ մտնեմ մնացած արտիստների հետ։ Բոլորն էլ ստեղծել են, բոլորն էլ աշխատել են, ունեցել են իրենց վաստակը, բայց որը իմ հետ կապ չունի, իրենց վաստակն է, ամեն դեպքում բանա, ոնց որ շատ է այդ վեճը, որ ինչի հաշվին է, որ օրինակ Ռաբիզը, որ ես չեմ սիրում, այդքան տարածված է։ Այսինքն ես իմ չսիրելը Ռաբիզի, причем ես իմ մեջ շատ կոնֆլիկտ էի գտնում դրա հաշվին։ Ինձ պետքա չկանչեք, Լևոնին պետքա կանչեք։ Չէ, ես ուրիշ բան եմ Չի սիրում, հա։ Ես կտրուկ դեմ եմ։ Հա, ես как раз ուրիշ բան եմ ասում, որ իմ մեջ այդ կոնֆլիկտը առաջացնում, որովհետև մի կողմից ես ասում եմ, ախպեր կան լիքը ժանրեր, որ իմ դուրը չեն գալի, բայց ես առաջինը այդ ժանրում կարող եմ մի երկու հատ գործ գտնեմ, որ ասեմ, այս օրինակ հետաքրքիր գործ է, ու այդ գործը իմ համար արդարացնի ամբողջ ժանրը։ Բայց Ռաբիզի մեջ չկա։ Ռաբիզի մեջ ես չեմ ման եկել, sense ազնիվ ասեմ, նես չի, որ հեսա դու կավարտես ես կասեմ Ռաբիզի հետ կապված։ Okay, որ չեմ փնտրել շատ, որտեվ ինչ որ շատ իմ համար sense ինքը բան առաջացնում էր, ինչ որ sense ժխտում է, բանում է ինձ, հա։ Բայց իմ խնդիրը ավելի շատ իր այդքան լայնատարած լինելն է, որ մենք ունենք շատ տարբերակներ ընտրելու, ինչ է բոլորդ ընտրել էս, այդ է իմ խնդիրը, բայց ստեղ էլ ինձ հակադարձում են շատ անգամ, որ ախպեր, բայց նենց չի էլի, որ օրինակ ազգային երաժշտությունը նամանավանդ տենց շատ մոդեռն հասանելի տեսակով շատ է։ Ինքը շատ եզակի է ու տենց տեղ-տեղ է, էլի, նենց չի որ ինքը նույն բանա մասշտաբ ունի, ինչ օրինակ Ռաբիզը։ Ու այն էր արգումենտը, որ տիպը պետք է այս արգանա։ Ես մյուս կողմից ասում եմ, ախպեր, բայց փողը ընդեղ է ֆռում, դրա համար մարդիկ նույնիսկ երաժիշտները, որոնք ուրիշ կրթություն ունեն, իրանք ընդեղ, հա, չի ֆռում։ Այդ լավ է։ Այդ բանը, հա, իրականում կա տենց բան։ Հիմա առաջ շատ էր, չէ, հարսանիքները բան, մենակ ու մենակ Ռաբիզ էր։ Հիմա տենց դու տենց ամեն հարսանիքի գնում ես, գիտես։ Կյանքում հարսանիք։ Ասա, մի հատ բան ասեմ, ուրեմն Ռաբիզը ինչի համար է ստեղծվել։ Ստեղծվել է հենց Ռաբիզը ինչա ինքը այն պատկերացումը չի ինչ որ մենք ունենք Ռաբիզի հետ կապված Ռաբիզը իրականում շատ խորանալու տեղեր ունի որովհետև ինքը տարբեր երաժշտությունների միքս է այսինքն դրա մեջ կա երևանյան ֆոլկ եթե ուզում ենք ազգայինով տարբերենք այո իհարկե մենք եթե ուզում ենք Ռաբիզը տարբերակենք ազգային մակարդակում կա երևանյան ֆոլկ Ռաբիզ կա ադրբեջանական որ էլի ջազային ինչ որ հիմքեր ունի կա թուրքական տվյալ ժամանակահատվածին շատ բնորոշ ու որը նաև ինչ որտեղ այդ 50-ականներից հետոյի 60-ականների 70-ականների երաժշտությանն է նման Ռաբիզը քյարթուն չի այդ պետքա տարբերակենք քյարթու ասվածն էլ ասեմ իմ պատկերացրած քյարթուն որն է երբ որ օրինակ Թութանաջմ երգը թուրքական փոխում են բառերը, սարքում են հայերեն ու դա երգում են, դա Ռաբիզը չի, այդ Ռաբիզ չի, եկեք տարբերակենք, որտեվ Ռաբիզ կարա լինի, օրինակ, ծաղիկներս ում նվիրեմ կամ, չգիտեմ, ինչ ասեմ, ես երգում եմ այլաչերը, այլաչեր կան իմ սրտում, այդ Ռաբիզը, Անապատի արև, դա էլ Անապատի արև օրինակ, Ռաբիզը, բայց 2000-ականների Ռաբիզը, այսինքն Թաթան երբ սկսեց մուտք գործել շոու բիզնես ու ինչ երաժշտությամբ սկսեց, այդ էլ այդ ժամանակի Ռաբիզն է, բայց ինքը մուղամատ չի, այսինքն ինքը ոչ այդ լադերը չունի մեջ է, ինքը երգում է Չէ, Թաթան բան էր, Թաթան համ ինքը խոսքի նույն անապատի արևը, ինքը երաժշտական շատ հետաքրքիր է։ Հա, ինքը իհարկե շատ հետաքրքիր է։ Ինքը как раз ես ասում եմ չեմ գտե, բայց եթե մենք Թաթային էլ վերագրենք ստեղ, կասեմ որ Թաթան իմ համար այդպես ակաժներից չեմ փակվում իրան ասելուց, ինչ որ հետաքրքիր բան եմ գտնում իմ համար։ Պլյուս ես ու լիքը արտիստներ կան տենց Ռաբիզ, որ հա, ու պլյուս ես տենում եմ որ Թաթան ինքը բացի տենց ինչ որ գործերից, որոնք տենց ինչ որ հետաքրքրություն են առաջացնում մոտս տարօրինակ նույն անապատի արևը, բայց նաև ինքը շատ կայֆ կոնյունկտուր շիկ նույն Ժան-Քոչյանը Ռաբիզ չի։ Հա Երևի։ Բանը։ Չէ, այնքան լավ բասիստ է։ Վասյո, հա, եկել, կներես։ Հա, այնքան լավ երաժիշտ է, այնքան տենց։ Ես այն անգամ դրեցի պրամ շատ լսեցի իրան, Դու Մեհերի։ Հասկացա որ իրան է շատ։ Դու բան Մեհերի ռիլերը նայում ես, բան երաժշտան, ինքը հարայինը։ Հա, շատ, հա։ Այնքն այրամ ինձ եմ ես իմացել, որ ես ոչ մի պատկերացում չունեի Ժան-Քոչյանի մասին, հա։ Վերջերս եկա։ Դե հիմա ԱՄՆ-ում ինքը նույնիսկ խմբերի հետ նվագակցում է որպես
նվագող։ Հադրանցը Թաթայի խումբն էլ է, ասպարեզ խմբից է, ինքը իզначально կազմում է, որը ամենածանր բան մետալ խմբերից էր հայկական։ Դες բան էլի, դες երաժիշտները կարող են տարբեր ժանրերում նվագեն, ու եթե միտեղ փող են տալի, կարող են կնդե գնան։ Դա ցավը իրականությունն է, որովհետև երաժիշտը շատ խոցելի ֆինանսական բան է, էլի, իսկ գործը միանշանակ հենց մի բան եղավ երկրում, առաջինը ու առհասարակ աշխարհում առաջինը երաժիշտին է կպնում, ու այդպես լիքը իհարկե մարդիկ։ Հետո բացի ամեն ինչից քո օրեցօր հաց հայթատելու խնդիրը շատ անհասկանալի է։ Դու ոնց որ եթե դու ինչ-որ կրթություն ես ստանում ու դու գիտես որ դու կարաս գնաս ինչ-որտեղ գործի ընդունես ու տենց փող աշխատես, երաժշտի համար նույնիսկ ռեստորան ընդունվել փող աշխատելը ոչ հստակ ճանապարհ է, որովհետև առաջինը պետք է տենց տեղ գտնես, երկրորդը եթե ռեստորանը լուբոյ պայն կարա փակվի, շատ հանգիստ ու դու էլ չգտնես երբեք այդ ռեստորանից էլ դուրս դու ոնց ես աշխատում, համերես տալի երաժշտների մեծ մասը կողքից գործում։ Դրա համար պետք է ունենալ լավ մարդու համբավ ու լավ շրջապատ, լավ ընկերներով, որ օգնեն, հա, որտեվ այդ շատ մեծ նշանակություն ունի։ Իսկ ինչ վերաբերվում է ռապիսին, անկեղծ ասեմ, էլի իմ տեսակետը ռապիս երաժիշտների, նվագողների հետ կապված էլ, իրանք Հայաստանի երևի լավագույն նվագողներն են, ու ճկուն, իմ համար լավ երաժիշտ ասվածը մենակ այն չի, որ տենց գիտական նվագում ա բան, չգիտեմ, հազար հատ կոնսերվատորիայի եթե ինքը ճկուն է, ու ցանկացած պահի մենք մեր թողարկումներից մեկին էլ եթե նայել եք Մանվելի հետի խոսում էինք, որ օրինակ ցանկացած պարագայում, եթե լավ ռեստորանի երգիչ է, նվագող է, չգիտեմ, ինչ ուզում է նվագի, լավ նվագող է, ճկուն նվագող է, դու կարաս բարձրանաս, ուզում ես ջազ երգի, ուզում ես ազգային երգի, դու բարձրացար բեմ, ինքը քեզ նվագակցեց, ինքը կարանալու է տակից դուրս գա ու պատվով։ Դե չգիտեմ, իմ մոտ ես կասեի, որ օրինակ նույն ջազմենները նույն բանն են, իրանք ամեն ինչը կնվագեն։ Լավ ջազմենները, խոսքի գնացար Ուլի Խանյան ակում լսես չր համերգ, ընդից Լյուբոյի երաժշտին վեկալ, ինչ իրան ասես, ինքը տեղում կանի շատ հեշտ, իրանք որտեղ մոնստր են, вообще մեր ջազ երաժիշտները, ես չեմ կարող հավատալ։ Ես մեկ-մեկ ասում եմ, իրականում ճիշտ է, Երևանից դուրս չի եկել ջազը, բայց ես երևանյան շատ բան եմ ասոցիացիաներ ունի։ Գիտես ինչն է, ինքը այն քիչ արվեստի բնակավարներից է ու մեծ պատիվ ստե երաժիշտներին, որը սենց Օրբելյանից ու նույնիսկ Օրբելյանից շուտ ինքը եկել ու սերանդափոխությունը եղել է։ Մեկը փոխանցել է մյուսին, ինքը գնացել եկել է հասել է այսօր ու այսօրվա մեր ջազային երաժիշտները ոչ թե Հայաստանի համար շատ լավ երաժիշտներ են, իրանք համաշխարհային մակարդակով առաջադեմ երաժշտություն են նվագում։ Ինձ այդ է ապշացնում նույն Էդոյի ախպերը Արման Փեչմանջյանը, ես ամեն անգամ իր խմբի համերգին էթում եմ ու այս sense նստած եմ, տիպ այս ինչ եք դու կանում էլի։ Այդպես красавчик են вообще, հա, տենց շատ։ Համար հա, այդ Արմանը գազանդեմ քո մեկ-մեկ այնց գործեր անում, օրինակ ազգային ներկայացրել էր մի հատ երգ մեր ընկերների հետ Ինանջ մանե տարարարամ խոսքով որ լիքը բան ազգայինի մեջ ազգային չասեմ այդ երաժշտության մեջ խորացված մարդիկ ասում էին չէ մեղեդիա փոխել չնայած տարբեր տեսակներ կա նորմալ է դա բայց այնքան սիրուն էր այդ ջազը ու խառնուրդները ներկայացրել իրար հետ որ Այդ մարդը շատ ունիկալ գեղեցկության նյութ ունի, պրոստի իր մոտ ամեն ինչի գեղեցկություն։ Կամ ջազ երգչուհիներից, օրինակ բերեմ Ժաննա Ինդավթյան, որ ինքը իրար հետ էլ աշխատել էին իրանք, ես տեսնում եմ։ Հա, հիմնական իրար հետ էլ աշխատում են, որ Կարինում երկուսույցն է, այսինքն սովորացնում է ժողովրդին ազգային, նենց երգեր, որոնք ազգային են իրոք ու նոտաներով բան, բայց ինքը նենց մեգա երգչուհի է ջազում, որ լսում ես ասում ես ոնց է կարողանում այս աղջիկը, օրինակ ջազը ազգայինը, սաղ համադրի իրար հետ, ու ես համոզված եմ, որ ինքը ուզենա ռոքել երգի նույն ձև տենց հզոր ներկայացնելու է։ Հա, այդ մի քիչ բան է, որ դու ասում ես ես ջազը չեմ զգում, ինքը մի քիչ փսոժը բան է, էլի։ Օրինակ ասեմ, անկեղծ ասեմ, հենց հստակ ջազ չեմ զգում, ռոք չեմ զգում, բայց իմ մոտ ֆյուժն ասվածը այդ շատ-շատ կարևոր դեր ունի, որտեվ իմ բենդի երգերում մենք ունենք ռոքային գործիքավորումներ, այսինքն ազգայինն է, հա։ Գործիքավորումը ներկայացրել ենք ռոքով, օրինակ ունենք Սոնայար, որ ջազային է գնում շատ ավելի։ Ունենք տիպիկ հայկական, օրինակ ջուխտակմամը, որ ինքը այդ հետանոսական շրջանների նման սարքած կոպալա ու զուրնայա, չնայած մենք միշտ բեյսով գիտարով լցնում ենք իրան, բայց հիմնական իր պատկերը ամբողջությամբ մնում է։ Դասի իսկ օրինակ որ դու ասում ես որ մարդիկ կան որ մի քիչ վերապահումով են վերաբերում, որովհետև դուք շեղում եք ոնց որ ազգայինը մի քիչ, այդ դու այդ նկատի ուներ որ դուք ֆյուժն եք օգտագործում, այդ է խնդիրը։ Հա
որտեղ մտածում են մարդիկ կան, որ իրոք մասնագետներ ես դեմ չեմ, իրանք ճիշտ են մտածում, անկեղծ ասեմ ինչ են ճիշտ մտածում, որովհետև իրանք մտածում են ապագայի համար, որ 100 տարի հետո երեխեքը մենք ունենք խնդիր AI-ի խնդիր այսօր, որ AI-ն լրիվ մեղեդին փոխում է։ Մենք մեղեդին չենք փոխում, մենք գործիքավորումն ենք փոխում, բայց փառք Աստծո մենք ունենք ձայնադարաններ, որ հենց հստակ գործիքավորված կա։ Մենք ուղղակի ներկայացնում ենք մեր տարբերակը, որ կարա այդ պահին այդ սերնդին սիրել տա երկը։ Իմ համար հակառակն է, օրինակ, եթե ձեր խմբի նման խմբեր չլինեին, ես կարող եմ շատ երկար ընդհանրապես չհասկանայի ազգային երաժշտությունը ինչ է, նույնիսկ չիմանայի, որովհետև այդ քո ասած ձայնադարանները պետք է գտնել էլի, որ ասենք թե ինքը միտեղ դրած է ու ինքը կա, հրաշալի է, ով որ հետազոտում է, թող հետազոտի, բայց ինքը նենց չէ էլի, որ TV-ով ֆրցնում են, ռադիոով ֆրցնում են, ես ամեն տեից լսում եմ, չէ, ինչ որ մեկը պետք է բերի, տա ու repackaging պետք է արվի, որտեվ ախպեր ջան, իսկական ժամանակները փոխվում են, իսկականից տարբեր ժամանակաշրջանի մարդիկ տարբեր բաներ են ընկալում որպես լավ ու վատ, ու եթե դու ժամանակակից մեթոդներով չես մատուցում, ասենք թե մենք ունենք ճարտարապետության հսկա շկոլա, այդ ինչ նշանակում, որ մենք նոր գործիքներով չենք օգտագործում, մենք կռան չենք օգտագործում, երբ որ մենք նոր եկեղեցի ենք սարքում։ Իհարկե օգտագործում ենք, բայց երաժշտության մեջ պետք է տարբերություն ունենա։ Մենք նոր ինչ որ մի շրջանում դա էլ է նորամուծություն եղել, չէ՞։ Իհարկե, բան ասվի չէ, ինչ կռան, ինչ բան։ Հա, ու մանավանդ իրականում անկեղծ ասեմ, մեր խմբում բոլոր երաժիշտները շատ մեծ հոգատարությամբ ու խնամքով են մոտենում երգերին, այսինքն եթե ես երգը բերում եմ, հիմնականում ես եմ երգերը տանում ցույց տալիս, ծանոթացնում ու երբ որ երգը տալիս եմ, այնքան խնամքով է մոտեցումը լինում այդ երգին, որ հանկարծ մի նոտաշեղում չտա, որ հանկարծ սխալ չհասկանան բառերի շեշտը, խոսակցական, օրինակ ես իմ փոքր տարիքում ես հիշում եմ, որ ես երգչուհիներ կային, որ ես ուզում էի իրանց լսեի, որտեվ իրանց ինչ որ մելիզմատիկաներ, իրանց ձայնի այդ հերց ասեմ, հա, երևի դրանք այնքան ինձ հաճելի են, իմ ականջին հաճելի են, բայց ես որ չէի հասկանում ինքը ինչ է երգում, բառը լղոզված բաներ էին անում, ես դրանից ներվայնանում էի։ Իմ համար հիմա կարևոր է, որ ես բառերը պետքա նենց արտասանեմ, որ երեխեքը, բոլոր երեխեքը հստակ իմանան ինչի տենց եղավ, օրինակ մենք բաբոյի երգ ունենք, որ բաղնիքի այդ տեսարանն է նկարագրում, որ բալիկին իր տատիկը տանում է բաղնիկ ու կանանց միջավայրում ինքը լիքը բան է տեսնում, մի խոսքով ու հետո տատիկը խրատում, ասում է հաջորդ անգամ պապիկիդ հետ ես գալու, էլ իմ հետ չես գա, որտեվ քեզ վատ ես պահում, մի խոսքով։ Ու այդ ամբողջը այնքան սիրուն է ներկայացված, բայց բարբառով է ներկայացված, բայց եթե դու այդ բարբառն էլ հստակ արտասանես, բոլորը կհասկանան, որովհետև օրինակ, չգիտեմ, երեսի գարմիր դդում, հա, պարզ է, չէ՞, որ երեսս էլ կարմիր դդում, ինչ որ նմանացնում է, այտենց օրինակներ է բերում։ Մի խոսքով, շատ ուզում եմ, որ բոլորը պարզ արտասանեն հայերենով։ Այդ է կարևորը, որովհետև իրականում լեզուն այդ առումով ցանկացած լեզվի մասին աստեղ խոսքը, ինքը շատ յուրօրինակ բան է, որ ես նոր մի հատ գիրք էի կարդում։ Ինչի Միշոն հայտնի դառավ։ Ինչի։ Նաև ինչի, որտեվ ինքը հստակ էր արտասանում, թե ռեպով են բերում։ Հա, բացի ամեն ինչից, հա, հաստատ, որ դու միշտ հասկանում ես ինքը։ Որ հասկանում ես ինքը ինչի։ Չէ, բայց այդ չգիտեմ ով է։ Բայց ինքը բալա, ինքը աղավաղում է շատ։ Չէ, բայց իմ ասած այն է, որ օրինակ նույնիսկ բարբառ, նույնիսկ գրափար, բանա, եթե դու նախադասություն ես վերցնում, ինքը շատ անգամ դու կոնտեքստից հասկանում ես իրան ու ոչ միայն կոնտեքստից լեզուն ինքը կառուցվածքներ ունի, որոնք դու եթե գոնե մի քիչ ծանոթ ես, դու սկսում ես հասկանալ ինչ է։ Օրինակ, տենց չգիտեմ հայերենում կա տենց բան թե չէ, բայց ռուսերենում կա տենց նախադասություն հատուկ դրա համար, որ ինքը ցույց է տալի ոնց է լեզուն աշխատում։ Ինքը ինչու՞ ասենց գլոկը կուզդրը բդլանուլը բադրոնկը։ Ոչ մի բառը իրական նշանակություն չունի, բայց դու մոտավորապես հասկանում ես ինչ կատարվեց այդ նախադասության մեջ, որովհետև լեզուն տենց աշխատում, ինքը շատ տրամաբանական է։ Ես շատ անգամ դրա համար եմ ասում, որ լեզուն սովորես դու պետքա լսելով ու խոսալով սովորես, ոչ թե քերականություն կարդալով, այդ քեզ չի օգնում։ Մի հատ ուրիշ բան էլ կա այս ամբողջի մեջ, ի վերջո շատ ավելի զգացմունքային ֆոնի եմ տանում, խոսքն ու գիրը շատ կարևոր բաներ են, նշանակություններ ունեն, չգիտեմ, երևի քվանտայինին ենք։ Շատ կարևոր նշանակություն ունեն։ Օրինակ, եթե ծիսական երգեր կան ու ազգայինին է վերաբերվում, օրինակ երգում ես Ջուխտակմոն, որը ինքը ներկայացնում է փառավորման տեսարան, չգիտեմ, ամբողջ բնությունը, զարթոնքը, բան, եթե դու ուզում ես խոսքդ տեղ հասցնես ու իրականում ստանաս այդ էներգիան ու ինչ որտեղ երգն էլ իր ամբողջը անի, իր գործողությունները անի, դու պետք է խոսքդ հստակ ասես։ Համաձայն եմ, հա։ Չլղոզես։
Դե հա, Ես- խոսքի ուժին հավատում։ Ես որպես մեջ Շատ։ ես որպես մեծ դիկցիայի խնդիր ունեցող մարդ լրիվ հավատում եմ, բայց մենք արդեն Ես համոզվել եմ, որ շատ կարևոր է, որովհետև բայց ես երբ սուտ ես ասում եք էլ լինում, ինչ արեցի։ ես բան էի, Ինչ պետք է ավարտենք արդեն։ Մանից ավարտում ենք, հա, ես որ նոր ստենդափով զբաղվում, ես պրям աշխատում էի, որտեվ միջև այդ, то есть հիմա էլ նենց չի, որ ես ինչա դիկցիա շատ եմ լղոզում։ Այն ժամանակ, որպես մամայից հետ խոսում էի, ես նախադասներով մամաս ինչ ես ասում։ Սենց էին անում։ Ինչ։ Էջ ասում եմ սոված եմ։ Մոտավորապես, որտեվ Ես նվան երեխեքին բուլինգ եմ հիմա ենթարկում։ Իմ մոտ խնդիրն է, որ ես իմ մոտ մտքերի քանակը գլխումս անընդհատ այնքան շատ է, որ ես 15000 բան մտածում եմ ու ասում եմ դրա այն որ ես այդքան շատ խոսում եմ, դա իմ մտածածի 10%-ն էլ չի։ Ու դրա համար ոնց որ ես միշտ ստեղ եմ, ես ստեղ չեմ։ Բայց օրինակ բանա խոսքի մեջ սովորացնում են դու ոնց որ քո գիտակցությունը ստեղ էլ իջնի, էլի դու ապարատը հստակ երկիչներին էլ լավ սովորացնում ապարատը ոնց օգտագործես։ Ես այդ ուշադրությունը չեմ դարձնում երբեք։ Ես միշտ սենց Լսի, բաններ, դու առաջինը մասնակցել ես կարծեմ բանին, այդ The Voice-ին, հա։ Առաջին ասես վախենում։ Դու առաջին voice-ն ես։ Բայց մասնակցել եմ X Factor-ին։ Եկեք մոռանանք։ Երկու անգամ կտրվել եմ։ X Factor-ից։ Հա։ Իսկ բանը Որտեւ երկուսն սորսոփելի ոտ եմ երկեն։ Հայաստանի ձայնն էլ երկու հատ առաջ գնացի, հասկացա որ էլի ես խալ տեղում եմ։ Չէ երգում, ուրիշ երգեր էի։ Ապրիլ էի երգում։ Նախ մի հատ sense բան ասեմ, ես որ գնում էի անցնելու, բոլորը մտածում էին, «Վաու, էսից ձեն ունի էս աղջիկը», բայց իրականում ես ուղղակի միշտ հիմա էլ անկեղծ եմ գաղտնիքն եմ բացում, ես գիտեմ որտեղ ինչ ներկայացնեմ ու ինչ երգ երգեմ, որ ճիշտ լինի իմ ձայնին համապատասխան։ Ես չեմ երգին այնց երգ, որ դրա ծծծված է գալու։ Չկին ես գիտեմ ինչ երգեմ, որ մարդու մոտ դրա բան լինի։ Ու ես երբ որ գնում էի մրցույթների մասնակցելու, երգում էի Արեգակին պետք է հերվիս նայել, որովհետև ես գիտեի, որ դա վերջն է, բան, շատ սիրուն եմ ներկայացնում։ Այդ փուլը անցնում էի, հենց արդեն երգեր պետք է ընտրեի, ասում եմ, ինչ պետք է երգեմ։ Նեք Լիլիթ Հովհաննիսյանի Իմ սրտին ասան երգեմ, թե թութուն երգեմ, որովհետև մի տեսակ չգիտեի ինչ երգեի ու երգում սխալ երգեր էի ընտրում ներկայանալու համար։ Մի համերգից դուրս մնացի, որտեվ երգում էի Վարդուհի Վարդանյանի Հայաստանը ու շատ ճիշտ արեցին, որ դուրս թողեցին, որովհետև սխալ բառերով էի երգում, հորինում եմ, ես ունեմ այդ խնդիրը հորինելու։ Երկրորդին երգում էի Անուշիկ Ալավերդյան, այդ թվերին բոլորն էին այդ երգում, այդ դուրս մնացի, բայց չիմացա ինչի դուրս մնացի, 10 հոգի ընտրեցին, ես չգիտեմ, բայց երևի շատ ճիշտ է կարել։ Հետո Voice-ին դուրս մնացի, որովհետև սարսափելի էի երգում։ Հիմա էլ որ բաց են լսեն, բայց այդ նույն երգը ես երգում եմ հիմա էլ, երբեմն աշխուղական երգ է, մենք սարքել ենք Երևանյան ֆոլք զեփյուր կդառնամա, ու երբ որ ես հիմա երգում եմ, առաջի մի տան ժամանակ ծիծաղում եմ, որտեվ իմ մոտ sense դեժավյու է լինում հիշողություն, որ ես այդ քաբաբ պրիչոսկով այդ մեգա շքեղ շորով երգում էի զեփյուր կդառնամ, ես ոչ կապ ունեի այդ պրիչոսկայի հետ, ոչ կապ ունեի այդ շորի հետ, ու ես այդ երգի հետ էլ այդ ժամանակ կապ չունեի, չգիտեմ ինչ էի անում։ Իսկ հիմա որ երգում շատ ավելի հստակ բան զգալով, բայց առաջի տունը պարզա որ հիշում եմ voice-ը։ Ոստամ ճիշտ է։ Կայֆ, հələ լիքը կար խոսալու իհարկե, բայց արդեն պետք է փակվենք, ժամանակը վերջանում է, այնպես որ լայքեր, մայքեր, Ticket System, Patreon, գիտեք ոչինչ։